աղջիկը, որը հասարակության կարծիքին զոհ գնալով ամուսնացավ, հետո ինչպես կարողացավ ցատկել հասարակական կարծիքի վրայով եւ ամուսնալուծության որոշում կայացնել։ Խաղում եմ ամեն տեղ, ես երջանիկ կին եմ, բայց իմ ցավի մեջ ես մենակ եմ։ Երազանքներով ամուսնանալը նույնիսկ չեղավ իմ մոտ, որովհետև ես արդեն հասկացել եմ, որ ես սխալ որոշում եմ կայացնում։ Իմ ու իր մեջ խնդիր ընդհանրապես չի եղել։ Եթե մայր օրինակ խառնվում է մեր երկուսի մեջ, այդ շատ մեծ սխալ է անում։ Թող մայր ու տղա իրար հետ լինեն։ Ես չգիտեի, որ իմ ծնողները առաջին հերթին իմ ընկերներն են։ Եթե իմանայի, որ տենց էր լինելու, ես չէի ամուսնանա։ Ինքան կոմպլեքսներ ունեի, ես մտածում էի, որ ինձ թողնելու են էլի, որովհետև ստացվել անենց, որ ինձ թողել են։ Հենց այս պահին ես շատ սիրուն հարաբերությունների մեջ եմ։ Այս հարաբերությունների մեջ լիարժեք երջանիկ ես։ Վերջապես չեմ վախենում բարձրաձայնել, որ ես հիմա լիարժեք երջանիկ եմ զգում։ Դրամատիկական թատրոնը մի ֆենոմեն ունի, նույնիսկ ամենասուր հարցերին շատ նուրբ մոտենալու։ Բեմում մեր կապար ներկայացնել, բայց չանցնել սահմանը վուլգարի, շատ նուրբ մոտեցում է, հա, ենթադրում, բայց խոսում էինք հասարակական կարծիքի պատճառով ամուսնացած աղջկա մասին, որը չվախեցավ բեմում մեր կապար ներկայացնել։ Այս երկու աղջիկները շատ լուրջ բախում ունեն իրականում։ Ներկայացումը ընդհանրապես ստրիպտիզի մասին չէ։ Մենք խոսում ենք երեխայի մասին, որը ժամանակից շուտ էր մեծանում, դրա հետ բախում ուներ 9-ամյա, 10-ամյա Էման։ Այդ ժամանակ չի հասկանում ինչ բան է մարելը, բայց ես մարում էի գյուղում։ Մի տարի ես ցույց չեմ տվել ոչ մի բան։ Մամաս իմ համար էր ապրում, ես մամայիս առավոտից իրիկուն ուրախացնում էին մենակ իրան ու ոչ միայն իրան, բայց իրականում այն ինչ կատարվում էր մամայիս մոտ առանձին, իմ մոտ առանձին, այդ ոչ ոք չգիտեր։ Ասում էր, Էմա չլացես, թե չէ ես էլ կլացեմ։ Ու ինքը գիտեր, որ իրա լացելը իմ համար շատ ավելի ցավոտ է լինելու։ Ծնողի կորուստը, այն էլ երկուսի կորուստը, այդ չես կարա հաղթարես։ Մամայից հետո չանցած մի ամիս պապաս հիվանդացավ, ես հասկացա, որ իմ սերը սխալ եմ բաշխել։ Չէի գիտակցում, որ պապաս էլ իմ կարիքն ունի։ Անիմաստ էր այդ թեմաների համար նեղանալ պապայից։ Ինչից էիր նեղանում։ Երբ որ պապաս իմացավ, որ մամաս հիվանդ է, այդ ժամանակ որպեսզի իր ցավը չտեսնենք, ինքը խմում էր ու ուրախ տրամադրություն էր ստեղծում։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Լայֆրումում այսօր դերասանուհի Էմա Մկրտչյանն է, ողջույն Էմա։ Ողջույն։ Շնորհակալ եմ շատ, որ այսօր իմ հյուրն ես։ Իրականում ես եմ շնորհակալ, որ հրավիրեցիք։ Ես հիմա նորից կամաչեմ։ Չէ, ես եմ ամաչում։ Հասունացավ պահը փաստորեն, որ ես կարող եմ լինել ձեզ մոտ հյուր։ Նախ մենք պայմանավորվել ենք դույով խոսել, հետո ինձ որ այդպես ասում ես անկեղծ մի կողմից հաճելի է, որ մարդկանց մտքում ապրում եմ ինչ-որ առումով, մտքում ինձ հարցազրույց են տալիս, մյուս կողմից անկեղծ։ Բայց որովհետև եթե մարդը անում է ինչ-որ աշխատանք, պետքա որ դա գնահատվի։ Հիմա քո դեպքում այն բոլոր գովեստի խոսքերն են, որ հնչում են քո հասցեին։ Մերսի շատ։ Ու դրա համար պարտավորեցնողը նաև քո հյուրը լինել, բնականաբար պիտի պատրաստված գաս։ Շնորհակալ եմ շատ։ Կամ մի կետ, որից վախենում ես ու երբ ստացար հարցազրույցի հրավերը, վախերը արթնացան։ Հա, իրականում, որովհետև ես գիտեմ, որ դու այնպիսի հարցեր ես կարողանում տալ, որ դրանց եթե անգամ մենք չպատասխանենք, մեր չպատասխանելուց էլ արդեն պատասխանը պարզ է դառնում հեռուստադիտողի համար։ Կան այնպիսի թեմաներ, որոնք որ ինձ խոցել են ժամանակին ու մտածում եմ, որ ես այդ էջը փակել եմ, բայց դու շատ հնարավոր է նենց բացես, որ ես հասկանամ, որ այդքան էլ լավ չէի թաղել, էլի դրան։ Իրականում ուզում եմ հենց սկզբում ֆիքսենք, որքան էլ իմ հարցազրույցները շատ անկեղծ են, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե իր կյանքը ինչքանով է բաց։ Ես քեզ որևէ հարց չեմ համոզելու, որ խոսես, չեմ պարտադրելու, որ խոսես եւ չեմ մոտիվացնելու այս իմաստով, որովհետեւ դա քո կյանքն է։ Դու ես որոշում ինչքան բացել կյանքդ եւ հետո ինչպես ապրել դրա հետ։ Դրա համար ես գիտեմ, որ շատ անկեղծ զրույցները երբեմն տպավորություն են թողնում, թե ես համոզեցի ինչ-որ չէ։
այդ ձեր դաշտն է։ Կան կետեր, որոնք գործնականին վերաբերող են, կարող են պայքարել մինչև վերջ, բայց անձնականը ձեր անձնականն է, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե իր կյանքը ինչքանով է բաց։ Այնպես որ հանգիստ եղիր կխոսենք, կհասկանանք, թե ինչքանով ես պատրաստ խոսելու, որքանով պատրաստ չես խոսելու։ Էմա, դրամատիկական թատրոնում դու բավականին երկար ճանապարհ ես անցել ու դերասանի համար լինել դրամատիկական թատրոնում, կարծում եմ, լուրջ արդյունք է, որովհետև մենք ունենք թատրոններ, որոնք իրենցով արդեն կշիռ են ներկայացնում։ Այ ինչ էր երիտասարդ աղջկա համար ժամանակին նշանակում հայտնվել դրամատիկական թատրոնում որպես հիմնական դերասանուհի։ Իրականում դա մի երազանք էր, որի մասին ես անգամ չգիտեի, որ ես ունեմ այդպիսի երազանք։ Ես իհարկե միշտ երազել եմ դերասանուհի դառնալ, բայց իմ պատկերացումներում դրամատիկական թատրոնը չի եղել, որովհետև ես այդ ժամանակ ապրում էի գյուղում, ես գիտեի, որ կան թատրոններ, կա կինո, բայց ես չգիտեի, որ պետք է ընտրություն կատարես, որ թատրոնում ես ուզում լինել։ Ու երբ որ արդեն եկա Երևան ու ուսումնասիրում էի բոլոր թատրոնները, որ ընդունվեմ թատերական ինստիտուտ, դրամատիկական թատրոնը ինձ շատ հեռու էր թվում, ճիշտն ասած, որովհետև բացի նրանից, որ պարտավորեցնող է թատրոնում լինել դերասանուհի, այդ քաստինգը անցնելն էլ, որ պետք է արդեն հայտ ներկայացնես, էդ էլ էր վախենալու շատ։ Առաջին կուրսում այդ ընդունելության քննության ժամանակ ես տեսա, որ հանձնաժողովի անդամների մեջ կա նաև Ռոմեոն, իմ նայած Ռոմեո Ջուլիետ ներկայացման Ռոմեոն, Գրիգոր Խաչատրյան, ու ես այն որ աղջիկ, որ սենց երազանքներ ունի բան, տեսնում եմ այդ տղային, ասում եմ ոնց հիմա ինքը նայում է ինձ, ես երազում եմ, որ այդ բեմում լինեմ իր հետ ու ինքը կարող է ինձ ընտրի ու մտածում էի, չէ, ամեն դեպքում Էմմա ջան, վերևներից իջի, դու ով կընտրի ու սենց իմ համար հանգիստ երգում եմ, մինչև հիմա ինձ հիշեցնում է Գրիգոր Խաչատրյան, ասում է այդ ծաղկած բալենին, որ երգում է իր տենց եթերային, ասում է ես տեսա ու ասեցի հաստատ ինքը մեր թատրոնից պետք է լինի ու տենց քննությունը անցա, մեկ էլ հետևիցս եկավ Հովհաննես Թեգիոզյան, մեր թատրոնում էր աշխատում դերասան, ընտրելու համար ցուցակներ կային, ում կուրս ես ուզում ընտրվես, ասեց նշի անպայման Խանդիկյանի անունը, որովհետև մենք քեզ հետ կապված ապագա ենք տեսնում։ Այդ չգիտեմ ինչ էր, այդտեղից սկսվեց իմ կյանքը սկիզբն ու վերջը, մի խոսքով ամեն ինչ միախառնվեց, երազանքը, իրականությունը, չէի հասկանում չէր կատարվում, ընտրեցի ու մեկա չէի սպասում, որ կընտրվեմ, որտեվ ասում էի դե հա ասել են, բայց կարող է Մազմանյանն էլ կար այն ժամանակ, որ պետքա ընտրեր, ասում էի, բայց կարող է Մազմանյանի կուրսը ճիշտ կլիներ, նշեի Խանդիկյանը ինձ չի ընտրի, որտեվ այնտեղ Լուիզա Ղամբարյանն է խաղում, ես մտածում էի ոնց կարելի է նույն բեմում լինել Լուիզա Ղամբարյանի հետ, Գրիգոր Գաբրիելյան, ինձ մարդիկ են այնտեղ խաղացել, այդ ժամանակ Վլադիմիր Մսրյանն էր, մի խոսքով այնպիսի մարդիկ, որոնց ես ուղղակի սենց նայում էի էկրանից, նայում էի բեմից ու չէի հավատում, որ կարելի է իրանց հետ նույն բեմում լինել, նույնիսկ եթե այդ դերը մասովկա է, բայց երդվում եմ ընդունվեցի ու Լուիզայի հետ արդեն ընկերացել ենք, որովհետև մենք հիմա նույն կուլիսներում ենք ապրում իրար հետ ու այդ մարդիկ բոլորը արդեն դարձել են իմ ընկերները, որոնք իմ համար ժամանակին ուղղակի երազանք էին։ Դա այն 17-ամյա աղջիկն էր, որը եկել էր Երևան շատ երազանքներով, բայց այդ աղջիկը, ինչպես հասկանում եմ, չէր հավատում իրեն, ուղղակի քայլում էր, որովհետև պիտի գնար առաջ։ Հա, ես շատ ինքնակնդադատ եմ։ Ես այսօր էլ եկել եմ երգի քննություն չէ, արդեն ընտրվել եմ, անելու ենք ներկայացում, որը երաժշտական է լինելու ու վոկալ ենք հիմա պարապում, ես հենց նոր եկել եմ այնտեղից ու երբ որ ինձ ասում էր երգի դու կարող ես, ես ասում եմ չէ, ես չեմ կարող, ես այդ նոտան չեմ վերցնի, ես որովհետև չեմ ուզում ասել ես կարող եմ, ես ամեն ինչ։ Կործանված է այդ դերասանը, որ ստեղ ստոպ է տալիս, ասում է վերջ ես հասա այդ պիկին, ես արդեն ամեն ինչ խաղում եմ։ Դրա համար էլ, հա, ես ինքնակնդադատ լինելով տենց չմտածում էլի, որ վсё հասել եմ։ Բայց ես ուզում եմ խոսենք այն 17-ամյա աղջկա մասին, որը եկել էր Երևան։ Վայն, հենց եմ սիրում այդ աղջկան իրականում, որովհետև ինձ քաղաքը շատ բաներում կոփեց, բայց նաև շատ բաներում չոր դարձրեց։ Ես շատ զգացմունքային եմ եղել ու իրականում կուզենայի այդպեսին լինել, որովհետև երբ որ օրինակ մայրս էր իմ տարիքում, չէ, դե ես 30-ում եմ ինձ ունեցել, երբ որ մայրս, ասենք 40 տարեկանում էր, մենք արդեն շփվում էինք իրար հետ, ես շատ նման եմ հիմա իրեն։
այն ինչ որ ջղայնացնում էր իր մեջ ինձ այդ ժամանակ, հիմա ես եմ անում, բայց ինքը այդ նուրբ աղջիկներ, այդ կիններ, որը կարեկցանք ունի բոլորի հանդեպ։ Հիմա ինձ կյանքը փոխել է նենց, որ ես հասկանում եմ, որ մի քիչ կարծրացել եմ, մի քիչ ավելի էմոցիոնալ չեմ, ուղեղով եմ մտածում, բայց այդ աղջիկը 17 տարեկան այնքան սիրուն պատկերացումներ ուներ կյանքի նկատմամբ։ Հավատում էր մարդկանց, որ աշխարհում մենակ բարին է հաղթում, սերն է հաղթում, որ երազանքները կատարվելու հատկություն ունեն, բայց այդ ճանապարհը ինչքան դժվար է լինելու 17 տարեկանից հետո նոր բացահայտեց այս էման։ Բայց երազանքները ի վերջո կատարվեցին, չէ՞։ Հա, մի քիչ դժվար էր, բայց երբ որ կատարվեցին, հիմա հետ եմ նայում, ասում եմ շնորհակալ եմ, որ ես այդ ժամանակ հավատս չկորցրեցի, որովհետև ինչ որ մեկը իմ փոխարեն եթե լիներ, ինչ որ պահից ստոպ կտար այս մասնագիտության մեջ, կյանքի ինչ որ փուլում։ Ես հիասթափվել եմ շատ առաջին քայլերն անելուց, թե թատրոնում, թե TV-ում, շատ տեղերում եմ իրականում հիասթափվել, որ մտածել եմ։ Մի հատ этап կար TV-ից պատմեմ, մի հատ этап կար, որ ասում էին դու կոմերցիոն դեմք չես, որ գլխավոր դեր խաղաս օրինակ։ Ու ես մտածում էի, լավ, ո՞րն է այդ կոմերցիոն դեմքը, սարքած քիթ ու շուրթեր կամ բան, այդ չէի անելու։ Ի սկզբանե ես ոչինչ չունեմ դեմ այդ մարդկանց, ովքեր իրենց գեղեցկությամբ զբաղվում են, չէ։ Շատ հարգում եմ այդ մարդկանց, ովքեր այդ որոշմանը գալիս են։ Բայց եթե ես են ունեմ այդ բնական արտաքինը, մտածում էի, ինչի չպիտի խաղամ, որովհետև երբ որ նայում ես դրսում, ինչ դերասանուհիներ, թեկուզ տգեղ արտաքինով, չնայած կնոջը տգեղ չես ասի, ամեն դեպքում կոպիտ արտաքինով իրանք կարող են գլխավոր դերեր խաղալ, իսկ մեր երկրում ասում են դե դու կոմերցիոն դեմք չես, որ գլխավոր դեր խաղաս, դա հիասթափեցնում է շատ։ Ու մտածում էի կարող է ես սխալ բան եմ, մասնագիտություն եմ ընտրել ամեն դեպքում, ես չեմ ուզում ամբողջ կյանքս երկրորդական դեր խաղամ ու տաղանդը երկրորդական լինի, որովհետև իրականում ուր գնացել եմ, միշտ գովացել են։ Դու շատ լավն ես, հենց դու մտնում ես պլաշատկա, դերասանի հոտ է գալիս բան, բայց երբ որ գալիս էր պահը, որ պետք է ինչ-որ դեր խաղայի կամ օրինակ աբլոշկի վրա իմ նկարը լիներ, թե բլոգերի կամ բան, բնականաբար իրենց էին ընտրում ու ես այդտեղ ասում էի, լավ, վсё, արդարություն չկա։ Բայց զուգահեռ իրականությունում դու դրամատիկական թատրոնում չէիր բավարարում քո այդ քաղցը տարբեր դերեր խաղալու, առաջին պլան գալու։ Դրամատիկական թատրոնը իմ այս պահի դրությամբ առաջին տունն է, ճիշտն ասած, երկրորդ տուն էլ չեմ կարող ասել, միշտ ա եղել իմ տունը, որտեղ ես դրսի ամեն ինչը թողել եմ դրսում, եկել ու խաղաղվել եմ բեմում հենց։ Ես մուտքից առաջ մի բան եմ անում, որ կարող է տարօրինակ է շատերի համար կամ հիմա ասեմ, ես միշտ սենց կռանում եմ ներքև, կպնում եմ գետնին ու ստանում եմ ուժը բեմի ու տենց ոնց որ օրհնվում եմ ու նոր մտնում եմ բեմ, միշտ եմ այդ անում, չգիտեմ կուլիսը, որովհետև դրամատիկական թատրոնը ինձ բժշկելու վայրն է եղել միշտ, հա։ Ու երբ որ ես դրսում հիասթափվում էի նախագծերում, ասում էի դե լավ, ես էլ կլինեմ թատրոնի դերասանուհի։ Էդ էլ էր մեծ պատիվ բերում, բայց ախր թատրոնի դերասանուհի լինելու համար էլ որպեսզի հանդիսատես գա, նաև պետքա լինես ինչ-որ մեկը ճանաչված, որովհետև շատ քիչ են գալիս, չէ, եթե չեն ճանաչում արտիստին, շատ քիչ են գալիս, անծանոթ մետաղ չկա, հա, կամ էլ կգան ու եթե edge չվարես, եթե էկրաններին չերևաս, կգան կասեն, նենց մի հատ լավ դերասանուհի կար, այդքանը։ Դրա համար ուզում էի նաև TV-ում լինել, որ դեմքս երևար, որ արդեն իմանային ում համար են գալիս թատրոն։ Էմմա, այս իմաստով վերջին զանգը քեզ համար կարևոր նախագիծ դարձավ, հաշվի առնելով, որ հենց քո կերպարը անընդհատ քննարկվում է, քո կերպարը հիշվեց, ճիշտ է, դերդ բացասական է ու քեզ շատ բացասական բաներ կարող են ասել, բայց միաժամանակ, չէ՞ որ ի վերջո դերասանի համար կարևորը տպավորություն թողնելն է, դու կարող ես դրական դեր խաղաս, քեզ պարզապես չհիշեն 3 օր հետո եւ կարող է բացասական դեր խաղաս, բայց գլխավորը նաեւ դրանով է, չէ՞ որոշվում, այսինքն դու գալիս ես մարդկանց քննարկման կենտրոն։ Իրականում ես մինչև վերջին զանգը շատ նախագծերում եմ զբաղված եղել, ընդհանուր մինչև գլխավոր դերեր։ Օրինակ Դեբեդի գաղտնիքում, երբ որ ես մարմնավորում էի Արաքսի կերպարը, ես այնտեղ գլխավոր դեր էի 25 սերիա, կոպիտ ասած իմ հերոսի մասին էր։ Այդ ժամանակ ճանաչումն եղավ, ես հասկացա, որ հիմա կայանում
վերադառնում եմ ոնց որ թե նաև էկրաններին, բայց ինչ որ մի պահի այնքան շուտ են իրականում մոռանում, եթե դու քո մասին անընդհատ չես հիշեցնում։ Հետևորդները նույնիսկ հիմա Instagram-ի օրինակ, հետևորդները հայտնվում են ինչ որ նախագծի ժամանակ ու հենց դու չես նկարվում, էլ չեն հետևում քեզ, օրինակ։ Հետաքրքիր չես իրանց, եթե այդ պահին դու իրանց ուշադրության կենտրոնում չես։ Դեբետից հետո սենց մի հատ բում եղավ իմ կյանքում, բայց այդ գլխավոր դերը, որ մտածում էի հեսա հասնելու եմ, չեղավ։ Տարօրինակ էր, չգիտեմ ինչի։ Հետո այս վերջին զանգի ժամանակ իմ դերը այդքան էլ գլխավոր չէր, ճիշտը որ ասեմ։ Ես ուղղակի հայտնվելու էի գլխավոր հերոսուհու մայրիկի քույր որպես ու այդքանը բացասական կերպար։ Բայց հետո այնքան զարգացումները նենց գնացին կամ չգիտեմ խաղ էին կողմ գնաց, որ հասկացա, որ ինչ որ մի հատ պահից բոլորը փողոցում իմ մասին են խոսում, որ քայլում եմ, նույնիսկ գալիս են թատրոն ու հենց բեմ եմ դուրս գալիս, լսում եմ վերջին զանգը, այս են Լիլիթն է, ասենց ինչ որ ձայներ, հասկանում եմ, որ այս բումն է արդեն երևի իմ։ Այս դրա մասին երազել եմ իրականում այն 17 տարեկան աղջիկը երազել էր երևի այս դրա մասին, որ համ թատրոնում է գլխավոր դեր խաղում, համ TV-ում։ Իսկ երբ բացասական է կերպարը ու այդ բումին զուգահեռ գալիս են նաև շատ բացասական կարծիքներ, որովհետև երբեմն մարդիկ չեն տարանջատում Էմմային Լիլիթից։ Բայց ես անգամ անեծքներ եմ կարդում ամեն օր իմ հասցեին։ Ես այնց բաներ են ասում ինձ օծ, կոբրա, դու սպանեցիր կիսուրիդ։ Մեկ-մեկ մոռանում եմ, որ ես այտենց ինչ-որ բան եմ խաղացել ու որ գաս ոնց սպանիր այդ մարդուն, սենց ասում եմ ինչ։ Ու հետո եմ հասկանում, որ սերիալ են քննարկում կամ հանգիստ թողել, սենց շատ վատով մտնում են քո դաշտ ու մեկ էլ երբ ես հանգիստ թողնելու այդ աղջկան, որսում եմ հասկանամ տիկին ինչ եղավ, բան է հասկանում եմ Աննայի մասին է խոսքը, որ ես Աննային ճնշում եմ կերպարով կամ թող այդ մարդիկ հանգիստ ապրեն, էլի Սոսն ու Աննան միանան, ասում եմ թող միանան, ոնց կգրեն, տենց կխաղամ, էլի։ Բայց իրականում ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այդ գրողներին էլ անգամ վատը գրողներին, որովհետև իրենք երևի այնքան շատ են հավատում կերպարիդ, որ որոշում են գրեն երևի տենց բան, որ զզվում են կերպարից ու այդ բանին չեն հասկանում, որ դերասանին վիրավորեցին, չեն հասկանում դրա համար իրանց էլ եմ ներում, բայց այն լավ մեկնաբանություն գրող մարդկանց առանձնահատուկ եմ ուզում ասեմ շնորհակալություն, որովհետև իրենք դարձրեցին Լիլիթին Լիլիթ, որ այսօր բացասական կերպարը սիրվեց ու հումորային մասեր մտավ, իհարկե սցենարիստներն էլ այդ արեցին, բայց ամեն դեպքում բացասականին սիրել մի քիչ ա լինում։ Ամեն ինչ ասում եմ, բացի նրանից, որ ես էլ եմ, էլի մի քիչ հումորներ մտնում։ Հələ մի քիչ ինձնից է լավ, մի քիչ էլ իմ դերասանական խաղն է։ Դու էլ ես այդ հումորը ամեն դեպքում բերում, քո իմպրովիզները անում։ Հա, անում եմ, հա։ Հա, ու երբեմն հենց համով նայվում են այն հատվածները, որտեղ ես իմպրովիզ եմ արել։ Որովհետև դու ինքդ իրական կյանքում այդպես շատ հումորով ես։ Ահա։ Ես ամենավատ իրավիճակներում էլ հումորով եմ։ Մի քիչ սև հումորով, բայց հումորով։ Էմմա Լայֆրումի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ։ Իմպլանտումի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան, կոսմետոլոգիական ճյուղը զարգացնում է Ելենա Ադամյան, որը բարբերաբար վերապատրաստվում է նաև արտերկրում։ Եթե դու էսթետիկ միջամտություններից չես ուզում օգտվել, կարող ես օգտվել խնամքի միջամտություններից, որովհետեւ խնամքը եւս շատ կարեւոր է գեղեցկության համար ու երբեմն երբ ասում ենք կոսմետոլոգիական կլինիկա, մարդիկ առաջին հերթին պատկերացնում են էսթետիկ փոփոխությունները, բայց դա այդպես չէ, հա։ Կոսմետոլոգիան առաջին հերթին խնամքն է, որպեսզի դու ունենաս առողջ տեսք։ Շատ շնորհակալ եմ, ինձ սա հիմա հաստատ պետք է։ Սիրով։ Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Viora իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։
սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցիչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիցիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել։ Սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարեւոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով
երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Ես կարծում եմ, որ այս հարցազրույցից հետո քեզ նաև որպես մարդ ճանաչելու հնարավորություն կունենան, որովհետև մինչև այս ճանաչում են դերասանուհուն, հիմա արդեն մենք փորձելու ենք ճանաչել մարդուն։ Դրա համար ես ուզում եմ գանք սկզբից։ Այ երբ դուք ջավախքում էիք, այն աղջիկը ինչպիսին էր ու ինչ երազանքներ ուներ։ Երազանքս միանշանակ եղել է լինել այնպիսի պիտանի մարդ հանրության համար, այդ ժամանակ իմ գյուղի համար էի մտածում։ Բայց փոքր տարիքում ես ուզում էի լինեի դերասանուհի, էլի եմ երազել, էլի լինեի դերասանուհի, ու մենք գյուղում ունեինք, ինչի եմ ես ասում, մենք գյուղում ունեինք ժամանակին դերասանական ստուդիա, այդ ժամանակ կլուբ էին ասում, գյուղի կլուբը, որտեղ որ խաղացել են իմ մաման ու պապան։ Ու ամբողջ կյանքում ես լսել եմ, որ մամաս ու պապաս միշտ ասել են, պապաս ասել է, ես որ Պեպո էի խաղում են ժամանակ ու սկսել եմ մենախոսությունն արտասանել Պեպոյի։ Մենք գնում էինք գյուղից գյուղ հյուրախաղերի, ասում եմ, մենք էս ինչ բանն էինք խաղում, ու այդ թատրոնը չէր գործում էլ։ Ես միշտ այդ թատրոնի մասին լսել եմ, բայց երբեք չեմ տեսել այդ թատրոնը, ու ես մտածում էի, որ ես կմեծանամ, ես կբացեմ այդ թատրոնը ու արդեն կունենամ թատերախումբ, արդեն կխաղանք, ու ճիշտ ասած արել եմ այդպես բան, դե բարձա թատրոնը չեմ վերականգնել, բայց հավաքել եմ գյուղում երեխեքի, ում հետ ներկայացումներ եմ բեմադրել, ու մայլայից մայլա խաղում էինք այդ ներկայացումները։ Երազանքս էդ էր, որ ինչ որ մի լավ բան անեմ, դե բայց իհարկե ճանաչված լինելուց հետո սիրված ու ճանաչված։ Էդի շեշտեմ, որտեվ չեմ ուզում ուղղակի ճանաչված լինեմ, ուզում էի սիրեն ինձ։ Այդ երեխայի մասին մի քիչ կպատմես։ Այդ երեխան իրականում մի քիչ տխուր էր, նաև տխուր էր, որովհետև մի պահ եկավ իմ այդ տարիքում, որ մայրս հիվանդացավ ու իրեն չէր թույլատրվում արևի տակ երկար լինել, բայց դե մենք գյուղում էինք ապրում ու պետք էր գնալ արտերը մշակելու։ Ու այդ ժամանակ, երբ որ մայրս հիվանդացավ, ոնց որ հոգսը իմ վրա լինելը մի քիչ շատ ուռճացված է։ Բայց ամեն դեպքում ունեի փոքր եղբայր, ինձնից 3 տարով փոքր եղբայր, որին ես փորձում էի խնամել, որ մամային ինչ-որ չափով օգնեմ գոնե։ Ու տներն էի ինչ-որ մաքրում, փորձում էի եղբորս խնամել, որ մամայիս վրա շատ ծանրություն չլինի, արդ չէի կարող գնալ, դե չէ էդ էլ կանեի։ Ու սենց հոգուս խորքում ես հասկանում էի, որ օրեցօր այդ ժամանակ չէի հասկանում ինչ բան է մարելը, բայց ես մարում էի գյուղում, որտեվ ես լրիվ ուրիշ պատկերացումներ ունեի, որ իմ ընտանիքը հեսա կտեղափոխվի Երևան, մենք կապրենք նենց ոնց որ մամաս միշտ պատմել է մեզ։ Իմ մամաս միշտ պատմում էր, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու, մենք գնալու ենք Երևան, ապրելու ենք հոպարենցը տան մոտ Դավթաշենում, ինչ ասել էր իրականում եղավ տարիներ անց։ Երևի աշխատում է տիեզերական կապը, բայց ես հասկանում եմ, որ դա շատ հեռու է արդեն ինձնից, որովհետև մամաս ի վիճակի չի, ու մենք էլ նենց չի լավ էինք ապրում, որ այդ Երևան տեղափոխվելը շուտ լիներ, ու իմ երազանքը ինձնից հեռու էր գնում օր-օրի, ու ես միշտ տխուր էի այդ էտապում, բայց այդ ամեն ինչը մինչև հիմա էլ ոչ ոք չի զգացել։ Այն ժամանակ ես միշտ ուրախ աղջիկ եմ եղել, ինձ միշտ տենց գիտեն, բայց ես միշտ սենց ինչ-որ դրամաներ էի սարքում իմ համար ու հուզվում, լացվում մենակով ու գրում։ Դու քանի տարեկան էիր այդ ժամանակ։ 11-12, նույնիսկ ավելի փոքր տարիքից, 9-ից սկսած։ Դա մայրաքաղաքի ձգտումներ, թե ինչն էր, որ այդքան գրավում էր, որ պետք է գալ Երևան։ Ոչ իմ դեպքում, ոչ էլ ընտանիքիս մայրաքաղաքի ձգտումը չի եղել հաստատ։ Այդ հաստատ եմ ասում, որովհետև մեկը ես երեխա էի, բայց գիտակցում էի, որ քաղաքում եմ հիմա ապրում, բայց ես պաշտում եմ գյուղի կյանքը, որովհետև այն մաքրությունը, որ գյուղում կար, նույնիսկ մարդկային փոխհարաբերություններում, քաղաքում ես այդքան էլ չէի տեսնում։ Ու ես միշտ ուզել եմ լինել գյուղում այդ ժամանակ։
լավ չէր մաման ու դրա համար էլ արդեն տեղափոխվեցինք, որովհետև չէինք ուզում, որ մամաս գործանի արևի տակ ճռալով այդ շոքին, երբ որ առողջական խնդիրներ ունի, էլի։ Ու հետո Փառք Աստծո այնպես ստացվեց, որ տեղափոխվեցինք Հայաստան։ Մամաս առողջ էր արդեն այստեղ։ Մենք այնպես չի, որ լավ ենք ապրել, մենք վարձով էինք ապրում երկար տարիներ։ Սկզբում Հոպարենցստանն էինք մնում, հետո վարձով էինք ապրում տնից տուն, մինչև որ մեր տունը վերցրեցինք։ Այսինքն շատ դժվարությունների միջով ենք անցել։ Ավելի կարևոր ճանապարհ անցաք, մաման առողջացավ։ Այդ ժամանակ, հա, մաման առողջացավ ու բնականաբար մեզ համար ավելի կարևոր բան, քան լիարժեք ընտանիք ունենալն էր, չկար, այսինքն որտեղ էլ լիներ այդ պահին ընտանիքը առողջ ու լիարժեք լիներ, մենք երջանիկ էինք լինելու։ Մենք խոսում ենք երեխայի մասին, որը ժամանակից շուտ էր մեծանում։ Ուզես չուզես, երբ քո ամենահարազատ մարդը ունի առողջական խնդիր, դու սկսում ես հասկանալ ավելին, քան պետք է։ Դրա հետ բախում ուներ 9-ամյա, 10-ամյա Էման։ Այդ ժամանակ 9-ամյա, 10-ամյա Էման ձևավորվեց որպես մարդ։ Ինչի եմ սա ասում, որովհետև հիմա մի դեպք կպատմեմ, շունը հարևանի հարձակվեց ինձ վրա, գզեց ինձ։ Ու մամաս հիվանդ պառկած է կողքի սենյակում։ Ես շատ վատ եմ։ Դե շունը գզել է ինձ, մինչև հիմա շռամներն ունեմ այնպեսա, որ այդքան վատ եմ, որ լացում եմ, ողբում եմ ու ինձ հիմա տուն են բերել, որ հանգստացնեն։ Ես չպիտի ցույց տամ, որ մամաս չիմանա կողքի սենյակում։ Այդտեղ հասկանում եմ, որ ես ձևավորվում եմ մարդ, որովհետև ես կարեկցում եմ դիմացինին ու իմ ցավը այս պահին պիտի պահեմ։ Ու հիշում եմ այնքան էր ցավում, որ ես ինձնից անկախ լացելով արտասանում եմ, իբր արտասանում եմ, դերասանություն էի անում ու թարսի պես ասում էի մի հատ բանաստեղծություն կար է վեր կաց մայրիկ հաց տուր մեզ երեխաները լացում են լալիս վեր կաց նանի հաց ենք ուզում վեր կաց նանի հաց տուր մեզ չգիտեմ ինչի էդ հենց բայց այն որ սենց ինչ որ շատ իմ մասին էր այդ պահին բայց չէի գիտակցում ինչ եմ անում ու սենց ինչ որ լացելով վեր կաց նանի հաց տուր մեզ ու հետո գիտակցեցի որ մամաս այնտեղ լավ չի զգում ու կարող է շատ վատ իրան, բայց ես էլ իմ ցավն էի ուզում պահեի, իբր ես դերասանական բան եմ անում, որ այտենց թաքցնեմ։ Ու այդտեղ ձևավորվեցի ես, որ միշտ իմ ցավը պիտի թաքցնեմ, որ հարազատին վատ չլինի։ Ինձ թվում է այդ 9-ամյա Էման այդտեղ ձևավորվեց։ Հետո արդեն շարունակեցիր կյանքը այդպես ապրել։ Հա։ Ու հենց մամայիս հետ հարաբերություններում, որովհետև մամաս այս վերջերս 2022-ից հիվանդացավ ու այդ մի տարին, որ մամայի հետ պայքարեցինք ուռուցքաբանական հիվանդանոցում, մի տարի ես ցույց չեմ տվել ոչ մի բան։ Մամաս իմ համար էր ապրում, ես մամայիս առավոտից իրիկուն ուրախացնում էի մենակ իրան ու ոչ միայն իրան։ Այդ հիվանդանոցը մեր մասին էր դարձել, որովհետև բոլորին գրավել էինք մեր պարզությամբ, մեր հումորով, բայց իրականում այն ինչ կատարվում էր մամայիս մոտ առանձին, իմ մոտ առանձին, այդ ոչ ոք չգիտեր։ Բայց այդ դեպքերում երբեմն կարիք չի լինում ուղղակի խոսելու, արտահայտվելու։ Հա, լինում է։ Բայց ոչ ոք մեղավոր չի, որ ոնց որ այնքան հիմա առօրյան դժվարացել է մարդկանց, այնքան շատ խնդիրներ ունեն ամեն մարդ իրանց ընտանիքում, որ մի հատ էլ քո խնդիրը փաթաթես նույնիսկ հարազատ ընկերուհու վրա, չգիտեմ, քրոջ, չէի ուզում որ ծանրացնեմ։ Դրա համար այդտեղից էլ սկսեց ինքնապաշտպանողական մի հատ ռեակցիա իմ մոտ, որ ամեն ինչին սենց ուրախ եմ խոսում։ Մամաս ասում էր, մենք Դավթաշենում ենք ապրում, ոնց որ սենց Խաչմերուկից մինչև մեր տուն ահագին ճանապարհ կար քայլելու։ Մենք միշտ սենց ոտքով քայլելով գնում ենք, ու մաման ասում էր, «Էմ հələ կնայես շուրջդ», ասում էր, «Ոչ ոք չի ժպտում», ու մենք միշտ ինչ որ հումոր ենք պատմում, ծիծաղելով գնում ենք, ասում էր, «Մարդիկ կմտածեն, «Իս ինչ ուրախ են, տենաս ինչների վրա են սենց ուրախ», բայց իրականում ովքեր ունեին այդ պահին շատ խնդրեմ, այդ մամաս էր, որ 4-րդ կարգի չարորակ ուռուցք ուներ ու ես, որ առավոտից գիշեր հիվանդանոցներում էի, ասենք, բայց մենք կյանքում ցույց չենք տվել այդ ոչ մեկի մոտ։ Բառից բուն իմաստով մամաս այնքան լուսավոր ա եղել այդ հիվանդասենյակում անգամ, մինչև հոգեվարքը
խաղացել ենք իրար համար, որ սենց նայում էր վերջում դեմքիս, ասում էր «Էմա չլացես, թե չէ ես էլ կլացեմ»։ Ու ինքը գիտեր, որ իրա լացել իմ համար շատ ավելի ցավոտ է լինելու։ Բայց կան դեպքեր, երբ որ թեկուզ հուզմունքի միջոցով դու պիտի չարտահայտես, որովհետև երբ որ բոլոր էմոցիաները անդադ ներս են գնում, էդ էլ լավ տեղ չի տանում, այսինքն երբեմն պիտի արտահայտվես, մարդ ես։ Ինձ թվում է մամաս այդ հիվանդություն ունեցավ, որովհետև հենց շատ էմոցիաներ իր մեջ էր ներս էր գցել ու ես ուսումնասիրել եմ, ասում էին հենց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը լինում են մարդկանց մոտ, ովքեր որ շատ սրտնեղում են, ովքեր որ շատ թաքցնում են ինչ-որ բան ու ամեն ինչ ներս են գցում, չեն արտահայտվում ու այդ ուռուցքը ոնց որ քո չարտահայտած մտքերի չապրած կյանքի արդյունքն է ու ես եթե ուզել եմ խոսել, արտահայտվել, բացվել, մենակ նրա համար, որ ես էլ մի օր չհիվանդանամ։ Տենց, թե չէ, հա ուզում ես խոսես, իհարկե իմ ընկերները միշտ կողքիս են եղել, միշտ ես ունեցել եմ այդ արտահայտվելու տեղը, մարդիկ ու մոտ ես կարող եմ խոսել, բայց իմաստ չեմ գտել ում պատմես քո մեծ վիշտը, տեղից էլ տեսնում են։ Նենց չի, որ եթե ես սև հումոր եմ անում այդ հենց հիվանդության, մամաս էլ մինչև վերջել ծիծաղում էր լիքը բաների վրա, որ իրա հետ կատարվում էր, ասենք, բայց մեկը դրանից ոչ ցավն էր պակասում, ոչ էլ փաստը, որ ունենք արդեն այդ գոյացությունը չէր անցնում, ուղղակի չէր ուզում, որ մենք բոլորս տխրենք ու տենց էլ ես չէի ուզում, որ բոլորը տխրեն իմ ցավով։ Ինչպես կարողացար հաղթահարել մամայի կորուստը, որովհետև մենք հիմա տեսնում ենք քեզ պինդ, բեմի վրա, տեսնում ենք ինչպես ես խաղում, բայց դրա զուգահեռ իրականությունում Էմմա մարդն է, որը ապրում է իր դրաման։ Ես չեմ հաղթահարել։ Ծնողի կորուստը հաղթահարելու ցավ չի։ Ես հաջորդ օրվանից ապրել եմ, գնացել եմ ներկայացում եմ խաղացել, կատակերգություն եմ խաղացել, կարող է ինչ-որ մեկը նայեր կողքից, ասեր, ինչ հեշտ մոռացավ, այդ չսպիացող վերքա, ես ամեն գիշեր իմ բարձի հետ եմ մենակ շփվում այդ ժամանակ, ես շատ գիշերներ լուսացրել եմ թաց բարձով, որտև ծնողի կորուստը, այն էլ երկուսի կորուստը, այդ չես կարա հաղթահարես։ Ահա ես փորձում եմ պինդ լինել ու երևի թե պինդ եմ, չգիտեմ, կարող ուրիշ մեկը իմ փոխարեն լիներ, հիմա չշարունակեր ստեղծագործել, բայց այդ ես պինդ եմ, որովհետև մամաս ու պապաս կուզեին տենց տեսնեին ինձ։ Ես ուզում եի խոսեինք նաև հայրիկի հետ հարաբերությունների մասին, բայց դու ընտրի խոսենք, թե չխոսենք։ Գիտես, կան մարդիկ, ովքեր խոսելով ինչ-որ առումով նաև իրենց կարոտն են փարատում, կան մարդիկ, որոնց համար խոսելը ցավ է։ Դրա համար ես ուզում եմ դու ընտրես։ Չէ, արի խոսենք, որովհետև ես իրոք շատ եմ կարոտում ու իրանք են լուսավոր մարդիկ են իմ կյանքում, որոնց մասին պետք է խոսես ու խոսես լավը։ Որովհետև իրենց ուրիշ ձև հնարավոր չի հիշել, ովքեր ճանաչել են իմ ծնողներին, կփաստեն այդ, որ այդ մարդիկ լույս են տարածել, լույս սփռող են եղել ուղղակի, հումորով, մաքուր, ազնիվ ու բարի մարդիկ են եղել ու պապայիս ցավը երևի ավելի մեծ էր, քան իմը, ու եթե ես այդ ժամանակ, նայեք, սկզբում ապրում էի չէ մամայի համար, ասում եմ, ես այդ ժամանակ պապայիս մասին չէի մտածում, որտեվ ես կենտրոնացել էի մամայիս վրա, բայց մամայից հետո չանցած մի ամիս պապաս հիվանդացավ, ես հասկացա, որ իմ սերը սխալ եմ բաշխել, ես պիտի հավասարապես երկուսի հանդեպ էլ ուշադիր լինեի,
Բայց այդ ժամանակ չէի գիտակցում, որ պապաս էլ իմ կարիքն ունի։ Քո մեջ ինչ-որ առումով մեղավորության զգացողություն է մնացել։ Չէ, ես էլի ամեն ինչ արել եմ ամեն ինչ, պապայիս էլ պահել եմ առավոտից գիշեր էլի մեղավորության զգացում չի, ուղղակի կուզեի ավելի շատ շփվեինք իրար հետ, ավելի շատ խոսեինք, շատ անկապ բաների վրա եմ նեղացել, որ հիմա այնքան անիմաստ էր այդ թեմաների համար նեղանալ պապայից։ Ինչի՞ց էիր նեղանում։ Երբ որ պապաս իմացավ, որ մամաս հիվանդ է, այդ ժամանակ որպեսզի իր ցավը չտեսնենք, ինքը խմում էր ու ուրախ տրամադրություն էր ստեղծում։ Իբր ուրախ տրամադրություն, ես իհարկե հասկանում եմ, այդ ինչ էր կատարվում իր ներսում, բայց իրեն չէր կարելի էլ խմել, որովհետև հիվանդ էր։ Բայց ինքը խմում էր, իսկ ես նեղվում էի, որ ինքը խմում է, չէի ուզում, որ իր առողջությանը վատ լինի։ Ու վերջում պապաս գարեջուր ուզեց, մահանալուց առաջ ոնց որ ասեցի, ինչ է ուզում սիրտդ գարեջուր, ու անգամ այդ գարեջուրը այն 0% սանոցն եմ տվել, որովհետև գիտեմ, որ դա չի կարելի լինել, բայց հիմա մտածում եմ, ախր կյանքը ինքան կարճ է, թող աներ այն ինչ ուզում էր։ Էմա իմ գործընկեր Լուսին Օրգանիկսի կողմից քեզ նվեր, Լուսին Օրգանիկսը ամբողջությամբ բնական հումքով պատրաստում է խնամքի միջոցներ ու հրաշալի խնամքի միջոցներ ունի, սա վիտամին C-ով շիճուկն է, որը ինքս օգտագործելուց շատ գոհ եմ։ Սա հակաօքսիդանտ է, որը օգնում է, որպեսզի մաշկիդ գույնը հավասարեցվի, բնականից շատ փայլուն լինի մաշկը, հարթ լինի, տարիքային գծերի դեմ է նաև օգնում, որպեսզի պայքարես, ինչպես նաև պաշտպանում է մաշկը արտաքին վնասակար ազդեցություններից։ Պետք է օգտագործել մաքուր մաշկին օրական 2 անգամ։ Իմիջիայլոց, եթե վիտամին C պարունակող շատ քսուկներ չի թույլատրվում օգտագործել ցերեկային ժամերին, որովհետև դրանք ուղղակի չեզոքանում են, այստեղ շատ կայուն ֆորմուլա է օգտագործված եւ դու կարող ես ցերեկային ժամերին եւս օգտագործել, իմանալով, որ այն օգտակարությունը չի կորցնում։ Շատ շնորհակալ եմ։ Սիրով։ Էմա իսկ հարաբերությունների տեսանկյունից երբեմն մենք ինչ որ առումով անլիմիտ ենք ապրում, որովհետև մեզ թվում է, որ մենք միշտ կհասցնենք ասել ինչ որ մի բան, մենք միշտ կհասցնենք խոսել, շփվել, ստանալ այդ խորհուրդը, ու երբեմն մենք բաց ենք թողնում այս պահը, մեր ամենահարազատ մարդկանց հետ շփվելու, մի հարկի տակ ապրելը եւ իրար հետ շատ շփվելը, դրանք տարբեր բաներ են։ Դու հասցնում ես շփվել իրենց հետ։ Հա, մենք միշտ շատ մտերիմ ենք եղել, միշտ ընկերներ եմ եղել ծնողներիս հետ, բայց մեզ բոլորիս ավելի շատ կապել է իրար, ավելի ենք միավորվել մամայիս հիվանդությունից հետո։ Առաջին հիվանդությունից։ Չէ, երկրորդ հենց 2023-ից 24 թվականը մենք ոչ միայն ընտանիքով էինք շատ իրար հետ, իրար մասի, այլ նաև բարեկամներով, ընկերներով, ոնց որ մամաս միշտ ասում էր, ես հիվանդացել եմ, որ ինչ որ մարդկանց համար ինչ որ բան դաս լինի, որ դու սխալ ընտրության առաջ չկանգնես էլի, ու սենց ինչ որ բաներ, որ մամաս իր այդ հիվանդությունը մտածում էր, ուրեմն տենց էր պետք, Աստվածը տենց էր ուզել, ու ասում էր իմ միջոցով դուք կմոտենաք ավելի շատ Աստծուն։ Պապաս նեղվում էր, ասում էր ուրա քո Աստվածը, որ չես բուժվում։ Մամաս ասում էր երբեք այդ բաները չասես, որովհետև Աստված կա։ Ու ես էլ որ իմացա մամաս հիվանդ է, ասում եմ եթե մամաս չապրի, ես կժխտեմ Աստծո գոյությունը։ Սկզբում ինձ ասցին էպիկրիզով 3 ամիս մաքսիմում, բայց մամաս իր հավատի շնորհիվ ապրեց տարի 3 ամիս, ու այդ մի տարին ինձ ավելի շատ Աստծուն մոտեցրեց, քան ժխտեցի իր գոյությունը, որովհետև հավատացի, որ չէ իրականում Աստված կա, ու երևի սա իր ընտրությունն է, ու երևի սենց ուրեմն պիտի լինի, ես իրավունք չունեմ չարանալ հիմա։ Ես վստահ եմ, որ դու ծնողներիդ հետ նաև շատ դրական պահեր ես ապրել ու
ես ուզում եմ խոսենք նաև այն արձագանքների մասին, որոնք իրենք տալիս էին, երբ տեսնում էին քեզ բեմում, երբ տեսնում էին քո հաջողությունները, որովհետև ի վերջո դա նաև իրենց երազանքների իրականացումն էր։ Իրականում պապաս, մամաս ավելի համեստ էր այդ տեսանկյունից, բայց պապաս պաշտում էր ինձ, իմ մասին խոսելը, ինձ ներկայացնելը, գիտեք, գյուղ էր գնում, ասում էր հələ նոր էի ես ընդունվել ինստիտուտ ու իմ քայլերն առաջին նոր էի անում, բայց ինձ բեմում տեսել էր ու իմ ապագան ինձնից լավ էր պատկերացնում, գնում էր գյուղ, ասում էր գիտեք աղջիկս արդեն ուր է հասել, դերեր է խաղում, գիտեք ինչ լավ դերասանուհի է, ու մի օր եկավ սրտն եղած գյուղից եկավ, ասեց Էմա ջան, դու ինչի չես մտնում սերիալ։ Ասում եմ, պապ ջան, դե իմ ռեժիսորը չի թողնում, որ հիմա նոր ենք էլի ձևավորվում որպես դերասան, սերիալը կփչացնի մեզ, չի թողնում սերիալում լինեմ, ասում էր, բայց գյուղում ինձ ընկերներս ասեցին, որ այդքան լավ դերասանն է, բա ինչի չենք տեսնում իրանց սերիալներում։ Ուզում էր որ պարծենա ինձնով։ Այդտեղից էր քո մեջ ձևավորվել այդ ցանկությունը, որ անպայման քեզ տեսնեն։ Հա, որովհետև ոնց որ ավելի շատ ուզում էի պապաս ապացուցելու բան ունենա, քան ես, որովհետև իմ մասին արդեն թատերական ոլորտում ինչ որ չափով գիտեին, բայց էկրաններից որ ծանոթ չէին լինում, ասում էր բանը, դե լավ, ես էլ եմ ուզում մի քիչ ինձ լավ զգամ, մի քիչ ու երբ որ արդեն տեսնում էր իմ առաջին քննադատն ա եղել պապաս, այս ինչ բանը սենց չխաղացիր, ձեռքդ սենց չարեցիր, ասում եմ պապա շատ ես խորանում, շատ, բայց որ բեմում տեսավ, այ բեմը վայնենց ուրախ եմ ու հպարտ եմ, որ իրանք այդքան ճաշակով մարդիկ էին իրականում, որովհետև եթե իրենք չլինեին, հիմա չէի լինի քո հյուրը, որովհետև սա իմ շնորհակալությունն է իրենց, որ այսօր ես այնպիսի մարդ եմ դարձել, ով հարցազրույց է տալիս հանրության առաջ ու խոսում է իրենցից, այդ իրենց մասին է խոսում։ Այս իմ շնորհակալությունն է, որ ես բացի նրանից, որ լավ մարդ են դաստիարակել, նաև ինչ որ բանի ես աշխարհում հասել եմ։ Ինչ որ բանի, թեկուզ փոքր։ Ծնողների ներդրումը իհարկե շատ մեծ է, հա, դու ինչպիսի մարդ կդառնաս։ Փոքրուց քեզ հավատում էին, թե ինչ որ առումով նաև շատ բաներից կտրված էիք ու միջավայրը փոքր էր, այդ փոքր միջավայրը նաև իրենց երբեմն կամոկացի մեջ էր գցում, որ դե մենք շատ հեռու ենք այդ ամեն ինչից, գուցե չհասնես։ Չէ, իրենք նույնիսկ այնտեղ որ ինչ որ դպրոցական հանդես էր լինում այդ ժամանակ էի ես ինչ որ դեր խաղում, այդ էլ էր մեծ պարծանք, որ աղջիկը օրինակ ինչ որ դեր է խաղացել, տեսար ոնց խաղաց պապան կասեր, բայց երբ որ արդեն այստեղ տեղափոխվեցինք ու ես ինչ որ արդյունքներ էի գրանցում, չգիտեմ, թատերական ստուդիա էի ընդունվել ու արդեն դերեր էի խաղում, այդ ժամանակ համազգային թատրոնում էինք խաղում, Նռան Հատիկ փառատոնին էինք մասնակցում, ես նոր գյուղից եկած աղջիկ, նոր եմ կյանք մտնում ու արդեն բեմում եմ ու արդեն ծափահարություններ։ Այդ ժամանակ դեռ դպրոցական էիր։ 4-րդ դասարան էինք, որ տեղափոխվեցինք ու 5-րդ դասարանից տենց ես գնացի արդեն Հասմիկ մանկապատանեկան թատերախումբ ու արդեն դերեր էի խաղում։ Ու պապաս այդ ժամանակվանից սկսած արդեն հավատում էր, որ ես կդառնամ այն, ինչ որ իրենք ուզում են որ դառնամ, որտեվ իրենք պապաս ասում էր մամայի ու իմ չիրականացած երազանքը դու իրականացնես։ Բայց իրականում համել պապաս էր, մեղավոր որ մամաս չդարձավ օրինակ երգչուհի կամ դերասանուհի, որովհետև իրենք ժամանակին որ խաղացել են այդ թատերախմբում, մամային միշտ գովացել են, որ ինքը շատ լավ ձայն ունի ու նույնիսկ հրավեր են արել, որ Թիֆլիսից որ գնա ու երգչուհի դառնա, բայց դե պապան սիրահարվել էր արդեն ու չէր ուզում կինը լինի երգչուհի, օրինակ մամային ես միշտ ասում էի ոնց ես էլի դու տենց կարիերայի շանս ունեիր ու հրաժարվել ես, ասում եմ օրինակ ես պապայի պես տղա, ասենք հասկացանք սեր, բայց ոնց ենք քեզ քո երազանքից է կտրել, ոնց է ես քո փոխարեն չէի ընտրի պապային, ասում էր դե սերը տենց բան, այ դու չես ընտրի, այ դու իմ սխալը չես անի, չես դինի մեկի կողքին, որ քեզ կարգել ինչ-որ բան, բայց դե պապան էլ այն ժամանակ գյուղում էին ապրում երգչուհի կին ունենալը, որներ էլի։ Էմա, բայց երբեմն մենք այսպես շատ բարձր ասում ենք, այսպես չեմ անի, այնպես չեմ անի, այս զիջմանը չեմ գնա, այն զիջմանը չեմ գնա, բայց երբ գալիս է արդեն կյանքը իր ճանապարհներով, այս զիջումները այնպես ենք անում,
Հա, իրականում այդպես է։ բայց երևի Ամալիա ջան, երևի այդ դրան մենք պետքա գանք։ Այդ զիջմանը, այդ գաղափարին, որ ես ինչ-որ բանից պիտի հրաժարվեմ, որը եղել է իմ ամբողջ կյանքի երազանքը, նպատակը, դրանից հրաժարվելուն մենք պիտի ինքներս գանք, որովհետև եթե ինչ-որ բան քեզ ստիպում են, դու նույնիսկ չարանում ես։ Ինքդ էլ գիտակցելով, որ օրինակ չես հասցնում, երկու գործ չես հասցնում, մեկից պիտի հրաժարվես, երբ որ դու ես մտածում, նույն բանն ես մտածում, ինչ-որ կողակիցդ օրինակ, ասում եմ, մեկից հրաժարվի մեղք ես ենթադրենք, բայց երբ որ ինքն է ասում, դու չարանում ես, ասում ես, չէ, ես կհասցնեմ, ամեն ինչ կանեմ, որովհետև դու պատրաստ չես դու լքես այդ ինչ-որ բանը։ Բայց եթե դու պատրաստ ես, դու արդեն գիտակցում ես, որ չէ, ժամանակն է ինչ-որ բանից հրաժարվելու, արդեն անում ես։ Ամեն դեպքում հարաբերությունների մեջ դու ավելի զիջող ես, թե ոչ այնքան։ Տպավորությունը միշտ նենց է, որ չէ, որովհետև ես միշտ ընտրում եմ նենց մարդիկ, ովքեր որ պիտի հարգեն ինձ իմ դերասանուհի լինելով հանդերձ, այսինքն պրոստը Էմմային չի կարելի սիրահարվել, պետք է սիրահարվել Էմմա դերասանուհուն, որովհետև այդ իմ կյանքն է, այդ անկեղծ զուգահեռ է գնում ինձ, ես չգիտեմ, մեր աշխարհայացն ուրիշ է, արդեն ուրիշ է, որ դու դերասան ես, բեմի մարդ լինելը, ինձ թվում է սուտ խոսքեր չեն, որ դերասան չեն դառնում, ծնվում են։ Ես երևի ծնվել եմ, որ լինեմ դերասան, ու ինչի համար կտրել մարդուն այդ իրա թևերը, մարդու թևերը կտրել, որ փոխես այդ մարդուն, ինչի համար արդեն ընտրի մարդ, ով քեզ հարմար է։ Եթե զգում ես, որ այդ աղջկան շոտ սիրում է, սիրահարված ես, չես կարող առանց իրա, բայց ինքը դերասանուհի է, ուրեմն ոնց դերասանուհին այդ պահին սիրելով քեզ ընտրում է իր մասնագիտությունը, ինչքան էլ որ դժվար լինի։ Ուրեմն դու էլ պետք է ընտրես քո եսը, վերջ ընտրի քո եսը ու այդ աղջկան հանգիստ թող առանց կոտրելու։ Բայց կան մարդիկ, ովքեր կյանք են կապում հետ, ասում են ամեն ինչ նորմալ է, դու կդառնաս դերասանուհի, ես հպարտանում եմ քեզնով ու մեկ էլ հենց գնում են, ասում են դե չես հասցնում նստի տունը։ Դու հիմա քո մասին ես ինձ պատմում, թե չէ։ Նաև, հա, իմ ընտրություններում, օրինակ իմ կյանքի սխալ ընտրություններում, եթե ասեին ի սկզբանե, մենք ուղղակի չէինք լինի իրար հետ, բայց սկզբում ասում են ես հպարտանում եմ քեզնով, ֆանտաստիկ ես բեմում, սիրում եմ, որ դու դերասանուհի ես, ու հետո գիտես ես ինչ բանը դուրս չի գալիս։ Բայց ես կյանքում չեմ անում նենց բան, որ ինչ-որ մեկին դուր չգա, որովհետև առաջինը ես ինքս ինձ պետքա դուր գամ, որովհետև ես պատասխանատու եմ եղել իմ ծնողների, իմ եղբոր առաջ, հոպարների, մի խոսքով ես մի քիչ ամեն դեպքում այդ գյուղի աղջիկը կա իմ մեջ, էլի, որը որ բաներ կա, որ չի անի։ Դու հիմա խոսում ես նախկին ամուսնուդ հետ հարաբերությունների մասին։ Գիտես, որ այս մասին ոչ ոք չգիտի, բացի քեզնից։ Ամուսնալուծության մասին։ Հա, բացատրեմ։ Ես երբեք չեմ խոսացել այս թեմայից, երբեք։ Ու երբ որ գրում ես Էմմա Մկրտչյան, այնտեղ մի հատ նյութ կա, որը գրած է Էմմա Մկրտչյանն ամուսնալուծվել է։ Ու այդ նյութի շուրջ ոչ հետո, ոչ կոմենտներում, ոչ մի տեղ, ոչ մի ձև չեմ ծավալվել, ոչ իմեջում, ոչ մի բան։ Ու իմ մասին ոչ ոք չգիտի ոչ մի բան, որովհետև ես իմ անձնական կյանքը այդ ժամանակվանից սկսած այդ կետից փակել եմ։ Հիմա շոկային բան է հայտարարություն, որովհետև ես պետքա կամ հերքեմ կամ ասեմ, որ եղել է, չէ՞, տենց բան։ Ես չեմ ուզում խաբեմ հանրությանը, ու հիմա ասա, խորհուրդ տուր ինձ, տեղ ինչ պետք է անեմ, որովհետև դա քո ընտրությունն է, չէ, իրոք չեմ ուզում խաբել։ Դու ես հետո ապրելու քո տված ինֆորմացիայի հետ, դրա համար ես քո փոխարեն չեմ կարող որոշել դու խոսես այդ մասին, թե չէ։ Նայ Ամալիա ջան, գալուց առաջ ես գրեթե վստահ էի, որ մենք այս մասին խոսելու ենք ու ես ուզում էի հասկանալ, ես այդ լարվածությունը կամ ամեն ինչը գալիս է նրանից, որ ես ուզում եմ այդ խոսամ թե չէ, ուզում եմ թաքցնեմ թե չէ, բայց ես եկա այն եզրահանգման, որ ես ուզում եմ խոսել այս մասին, մենք կխոսենք այս մասին ու կանցնենք առաջ, ու ես վստահեցի այդ ամեն ինչը քեզ բնականաբար։ Շնորհակալ։ Որովհետև իսկապես հիմա սա շոկ է լինելու շատ մարդկանց համար, որովհետև ոչ ոք չի իմացել, բացի ոնց որ իմ մտերիմներից, ու այդ հարցազրույցը, որ 10 քանի հազար հոգի է նայել, ուրիշ ոչ ոք չգիտի իմ մասին։ Ես ունեցել եմ հարաբերություններ չստացված։ Դրանք շատ կարճ են տևել, ու մենք ուղղակի որոշել ենք երկու հասուն մարդու պես, որ
մենք չպիտի իրար հետ լինենք ու վերջ։ Որովհետև հարաբերություններում պետքա լինեն կին եւ տղամարդ, ոչ երրորդ անձնավորություն։ Մեր հարաբերությունները մենք երկուսով չէինք։ Ինչ է իրենից ենթադրում հարաբերություններում չպիտի լինի երրորդ անձ արտահայտությունը։ Տեսեք, երբ որ աղջիկը ծնողին լքում է, հայրական տունը լքում է ու ամուսնանում է տղամարդու հետ, ինքը պատրաստ է, չէ՞ լինում, որ պիտի գնա մի գեղեցիկ օր կազմի իր ընտանիքը։ Տղամարդն էլ նույնիսկ Աստվածաշնչում է ասվում, որ պիտի թողնի հորն ու մորը, մի խոսքով ծնողին ու միանա կնոջը։ Բայց երբ որ խանգարող հանգամանքներ կան, երբ որ տղամարդն ասում է, ես չեմ կարող օրինակ իմ ծնողին թողնել մենակ ու իմ ծնողն է այս պահին որոշում իմ փոխարեն, այդտեղ դու չպիտի մտնես իրենց երկուսի փոխհարաբերությունների մեջ, որովհետև եթե մայրը օրինակ խառնվում է մեր երկուսի մեջ, այդ շատ մեծ սխալ է անում։ Ես չեմ ուզում այդ սխալն անեմ, թող մայր ու տղա իրար հետ լինեն։ Չեմ ուզում շատ երկար պատմեմ այս պատմությունը, ուղղակի մեր հարաբերություններում բաժանվելուց ես հարցրել եմ, ես ու դու ենք խնդիրը։ Ասելա չէ, ու ինձ էլ պետք չէր ավել ոչ մի բան։ Իմ ու իր մեջ խնդիր ընդհանրապես չի եղել։ Իսկ դու հեռացար ու այսպես հանգիստ փակեցիր դռները, թե Էման խաղում էր, Էման ծիծաղում էր, Էման ապրում էր արտաքուստ, բայց ներքուստ ուրիշ ճանապարհ անցավ։ Էման ինչպես միշտ խաղում էր ուրախ մարդ, բայց ներքուստ էլի տրավմայի ենթարկվեցի, որովհետև այդ որ ասում եմ այդ թևեր կոտրելը, այդ հենց այնց չեմ ասում, որովհետև չի կարելի մարդուն հույս տալ, մարդուն շատ վատ բան է հույսը, վտանգավոր բան է այդ հույսը, եթե դու վերջում կոտրելու ես։ Այսինքն ասա դեռ օրինակ կտեսնենք հələ ոնց կլինի, ենթադրենք, բայց դու գալիս ես իր ներկայացումներին, օրինակ իմ կյանքն եմ ասում, գալիս ես այդ մարդու ներկայացումները նայում ես, հպարտանում ես, ծաղիկներով գալիս ես, ասում ես վաու, դու ես ինչ լավ դերասանուհի ես, հպարտանում եմ, շփվում ես այդ մարդու ընկերների հետ, բեմական։ Ու հետո ինչ որ պահի ասում ես, չէ, դե չեմ ուզում դերասանուհի լինես, որովհետև մայրդ չի ուզում։ Չեմ ընկալում, գիտեք, իրոք չեմ ընկալում։ Մայրը գիտես, չէ, որ դերասանուհու հետ ես դու ընկերություն անում։ Ես հետո չեմ դարձել դերասան։ Մինչև այդ դերասանուհի էի, ես երկար տարիներ որ ընկերություն ենք արել։ Իրանք դերասանուհու էին տարել իրենց տուն, իրանք գիտեին, որ այս աղջիկը դերասանուհի է, իրանք հպարտանում էին, որ դեբետի գաղտնիքում է այդ ժամանակ նկարվում։ Այսինքն իրանք ասում էին ամեն դեպքում, որ հպարտ են դրանով, բայց հետո մի պահի հասկացա, որ մայրը չի ցանկանում, որ դերասանուհի լինի։ Մայրը, ոչ թե տղան։ Որքան ըստ էության տևեց քո ամուսնությունը։ Իրականում մենք շատ երկար ընկերություն էինք անում, բայց ամուսնությունը շատ ավելի կարճ տևեց 8 ամիս։ Սա յուրաքանչյուր աղջկա համար առաջին հերթին նշանակում է քո աշխարհի փլուզում ու հետո քեզ զրոյից նորից հավաքել, որովհետև որքան էլ դու հասկանում ես, որ դու քեզ համար ունես օբյեկտիվ պատճառներ, որոնց համար կայացնում ես որոշում, միևնույն է այդ որոշումը հեշտ չես կայացնում, որովհետև դու այդ որոշման համար չէիր ամիսներ առաջ ամուսնացել։ Ինչպես այդ շրջանը տրվեց քեզ։ Երազանքներով ամուսնանալը նույնիսկ չեղավ իմ մոտ, որովհետև ես արդեն կեսից հասկացել եմ, որ ես սխալ որոշում եմ կայացնում։ Բայց ես այդ պահին հասարակության զոհ գնացի, կարելի ասել, որովհետև բա ինչ կասեն մարդիկ, բա գիտեն, որ ընկերություն ես արել այսքան տարի, գիտեն, որ հիմա նշանված ես եւ այլն։ Ու ես ուզում էի շանս տալ այդ հարաբերություններին, բայց սխալվում էի, որովհետև ավելի հեշտ էր, որ այդ մարդիկ խոսեին, որ նշանը հետ տվեց, քան հետո ասեին ամուսնալուծված է օրինակ։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի Սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Աղջիկը, որը հասարակության կարծիքին զոհ գնալով ամուսնացավ, հետո ինչպես կարողացավ ցատկել հասարակական կարծիքի վրայով եւ ամուսնալուծության որոշում կայացնել։
Ես ամբողջ կյանքում փորձել եմ անկեղծ ապրել, ազնիվ ապրել։ Ու երբ որ եկա նրան, որ ես ամեն օր մարում եմ, ես որոշեցի այդ մասին արդեն խոսել ծնողներիս հետ ու կողակցիս հետ էլ, որ մենք հիմա իրար տանջում ենք, որ ես հիմա այն մարդը չեմ, ով որ բեմում ես խաղում էի մի այլ կյանք, գալիս էի ընդհանրապես ուրիշ ինչ-որ մի հատ աուրա, բայց ախր ես Էման Մկրտչյան կենցաղային հարաբերությունների մասին չի։ Ես ուզում եմ դերասանուհի լինեմ, ով որ կլինի առողջ մայր հետո, առողջ կին, կունենա սիրուն ընտանիք, որտեղ բոլորը ներդաշնակ են, աշխարհի ու իրանք իրանց հետ։ Ու դրա համար, քանի որ ես հասկանում եմ, որ ես արդեն սխալ ընտրություն եմ արել, ես հասկացա, որ այստեղ պետքա ինչքան էլ որ ցավոտ լինի, ամենաշատը իմ համար է ցավոտ եղել։ Որովհետև ես մտածում էի պապաս, եղբայրս ինչ կասեն։ Իրենց մասին էի մտածում, որ մի քիչ էլ երկարացնում էի, ասում էի հիմա ճիշտ ժամանակը չի, հիմա ճիշտ ժամանակը չի, բայց մի գեղեցիկ օր ես հասկացա, որ սրանի ճիշտ ժամանակ չկա, ես էլ չեմ ուզում խաղալ։ Բեմում հերիքա խաղացի, կյանքում ես էլ չեմ ուզում խաղալ։ Ծնողները այդ քեզ սատարեցին։ Հա, իրականում եթե իմանայի, որ տենց էր լինելու, ես չէի ամուսնանա։ Ես չգիտեի, որ իմ ծնողները առաջին հերթին իմ ընկերներն են։ Չգիտեի, ես ամաչում էի իրանց համար։ Ասում էի, չխոսա նրա մասին, որ աղջիկը դերասանուհի է, տեսար չստացվեց կյանքը, որովհետև ընդհանրապես դերասանությունը հեչ կապ չի ունեցել ախր մեր բաժանման հետ, ընդհանրապես։ Ես խաղացել եմ գանգստեր մակ ներկայացումը, շատերի մոտ տպավորությունն է, որ գանգստեր մակից հետո ինչ որ բան եղավ, մենք վաղուց արդեն իրար հետ չէինք։ Մենք գանգստեր մակի մասին դեռ կխոսենք, բայց ինչ ասացին ծնողները, դա ինչպես դու զգացիր այդ աջակցությունը, որովհետև դա իրականում երևի թե ամենակարևոր կետն է, երբ դու որոշում ես կայացնում ու քո հարազատ մարդիկ քո թիկունքին կանգնած են, ոչ թե քո որոշմանը դեմ են եւ վերքի վրա ավելի շատ են աղլեցնում։ Երբ որ ես պատմեցի երկու բան իմ կյանքից, այդ էտապում ինչ եմ ապրում զգում, իրենք ասին ինչի ես մասին դու մեզ շուտ չէիր ասում։ Իսկ ես չէի ուզում, որ մամաս իմանար, որ ես նեղված եմ, որովհետև ես արդեն որպես կին պետքա խոսայի։ Իսկ իմ մեջ այդ աղջիկը դեռ չէր մեռել, որ մնաց տենց նոր կին լիներ բան։ Ես աղջնակ էի իմ երազանքներով, իմ սիրուն ընտանիքի պատկերացումներով ու ծնողներս միանշանակ ընդունեցին իմ որոշումը, որովհետև այն աղջիկը, որ իրանք դաստիարակել էին, ուզել էին, որ բեմում լինի, փայլի, չգիտեմ, երջանիկ ընտանիք ունենա, երջանիկ ապագա էին իմ համար պատկերացնում, հասկացամ, որ այդ ես կանեմ, եթե այս որոշմանը գամ։ Տես շատ նուրբ է, հա, հարցը։ Իրականում առաջին հայացքից կարող է թվալ, որ քո ընտրությունը ընտանիքի եւ կարիերայի մեջ էր, դու ընտրեցիր կարիերան, բայց քո խոսքում կա նաեւ երկրորդ շերտ։ Խոսքը երկուսով լինելու եւ երեքով լինելու մասին էր։ Այստեղ ես ուզում եմ ամեն դեպքում մենք հստակեցնենք, դու երկուսով եւ երեքով լինելու միջև ես ընտրություն արել, թե ընտանիքի եւ կարիերայի միջև ես ընտրություն արել։ Ես ընտրեցի ոչ թե կարիերան, ես ընտրեցի առողջ հարաբերությունները։ Պետք է լինել առողջ հարաբերություններ տղամարդու եւ կնոջ միջև։ Եթե խաթարվում է ընտանիքի անդորը, ասում են ընտանիքը մութ անտառ է, չէ՞։ Եթե ես պետքա իմ ծնողներից թաքցնեմ ինչա կատարվում իմ այդ սիրուն պուճուր ընտանիքում, արդեն ինչ որ բան այդտեղ խախուտ է։ Ու ես չէի ուզում, որ սիրուն ընտանիք եմ կառուցել ու երրորդ մեկը ուղղակի անընդհատ բզեր այդ հարաբերությունների։ Դու բաց ծով ես գնում այդ նավակով, որտեղ պետք է երկու հոգի թիավարեն, ու այդ իսկապես երրորդ մեկը ավելորդ է, ոչ թե ուզում եմ ասել, որ մայրը ծնող է, ինչ մեկ ավելորդ է, այդ ավելորդ բառի վրա չհիմնվենք, հայ, ես ուզում եմ ասել, որ երրորդ մեկը այդ ինյանում չկա, այդ Աստված է տենց ասել, կին եւ այր եւ կին մեկ մարմին։ Հենց այս պահին ես շատ սիրուն հարաբերությունների մեջ եմ ու ես անցյալը վաղուց
ջնջել եմ, փակել եմ, ներել եմ ու բաց եմ թողել։ Ու ես հասկացա մի գեղեցիկ բան, եթե դու չես ներում ու բաց չես թողնում, դու չես կարողանա նոր հարաբերություն սկսել։ Այդ վախերն այնքան շատ էին իմ մեջ, որ ինձ մոտ էլ չի ստացվելու երբեք, որովհետև ամեն դեպքում հայ հասարակությունը մի քիչ ուրիշ կերպ է ընդունում այդ ամուսնալուծված բառը, բայց իրականում այնքան կարևոր է հոգին մարդու, դուք կարող եք մարմնով իրար հետ լինեք, բայց հոգով այնքան դրա համար սիրտ ուղեղ այս հարաբերակցությունում պետք է ընտրես երկուսն իրար հետ քայլելու ճանապարհը, որովհետև երբ որ ես ուղեղը միացրեցի, սիրտը կրվեց։ Իսկապես Այս հարաբերությունների մեջ լիարժեք երջանիկ ես։ Հա։ Վայ, չեմ վախենում, վերջապես չեմ վախենում բարձրաձայնել, որ ես հիմա լիարժեք երջանիկ եմ զգում, որովհետև մինչև այս պահը, մինչև այս հարաբերությունը ես այնքան շատ վախեր ունեի, այնքան կոմպլեքսներ ունեի, ես մտածում էի, որ ինձ թողնելու են էլի։ Որովհետև ստացվել անց, որ ինձ թողել են։ Ճիշտ է, ես եմ եկել այդ գնացել։ Ես խոսել եմ ու ես մինչև վերջ պատրաստ եմ եղել պայքարեմ, դիմանամ, հանդուրժեմ, մենակ թե ոնց որ չստացվին հենց որ ինչ-որ մեկին ցավեցրեցի, ծնողիս կամ հենց գողակցիս, ես չեմ ուզել ինքս ցավեցնեմ, ավելի շատ իմ վրա եմ վերցրել այդ բեռը, որ ինձ ցավեցնեն, ոչինչ կդիմանամ, ու այդ ձևավորվել այն մեջ վախեր, որ ինձ թողնելու են, որ իմ մոտ էլի չի ստացվելու, որովհետև պապաս ասում էր նոր հարաբերություն սկսելուց պապաս ասում էր դու հասկանում ես չէ որ էլ սխալվելու իրավունք չունես ու այդ իմ մեջ նստած էր ես սխալվելու իրավունք չունեմ բայց մարդը սխալական է Իրականում քո ծնողները ապացուցել են որ միշտ քո կողքին են սատարում են քեզ եւ այլն բայց երբ թե նախորդ սերնդի դաստիարակության ամենամեծ խնդիրներից որոնց որ մենք բախվում ենք դա այն է որ մենք սխալվելու իրավունք չունենք որովհետեւ մենք ուզենք չուզենք կյանքում սխալվում ենք ու այդ իրավունքը քեզ չտալը երևի թե ավելի մեծ սխալների է քեզ տանում ինչպես դու կարողացար հաղթահարել քո ներքին վախերը եւ նոր հարաբերությունների մեջ մտնել Ես հասկացա, որ իմ ցավի մեջ ես մենակ եմ։ Ես խաղում եմ ամեն տեղ, ես երջանիկ կին եմ։ Բայց ես մենակ եմ, ես գալիս եմ տուն ու մենակ եմ։ Ու այդ բարեկամը, որը որ ուրախացել է ինձ համար, ինքը չգիտի ես ոնց եմ ապրում այդ 4 պատի մեջ, այդ կենցաղի մեջ, ինքը չգիտի։ Բայց ասենք լույս սիրող մարդը չես կարող խավարասերի պես ապրես, հնարավոր չի, դու լույս ես սիրում ու եթե ես մարում եմ ինչ-որ միտեղ, ես այդ բոլոր բարեկամներին չեմ դնելու հատ-առհատ բացատրեմ, որ գիտեք, ես երջանիկ չեմ, ես դժբախտ եմ ու չեմ ուզում այտենց դժբախտ ապրեմ երկար։ Ես ուզում եմ, որ հա դուք մեկ կխոսեք, երկու կխոսեք, հետո արդեն ամեն մարդ իր առօրյայով կապրի։ Ու իմ մասին վերջին հաշվով թքած ունեն շատեր, էլի, ով պիտի մտածի, ասենք բան Տեսնես Էմայի ոնց է Էման ոչ մեկի մտքով էլ չի անցնի եթե իրենք իրենց կյանքում երջանիկ ապրում են ոչ ոք չի զանգել ասել ոնց ես լավ ես ամեն ինչ նորմալ է կոմոդ չէ ուղղակի ուրախացել են գնացել առաջ բայց ես դրել մտածում էի բարեկամն ինչ կասի այն մարդն ինչ կասի հասարակությունն ինչ կասի ու մի պահի հասկացա որ ես մենակ եմ հիմա ինչի եմ տանջվում ուղղակի պիտի խոսես, պարզ ասես, որ վերջն է, ես չեմ ուզում էլ սենց ապրեմ։ Էմա քո գլխում որոշում կայացնելուց բացի շատ կարևոր է թե դու ում կհանդիպես, ինչպիսի մարդ կլինի ու ինչպես կմոտենա քո կյանքի հանգամանքներին, որովհետև այս դեպքում էլ հա դուք երկուսով եք, քո կողքին կարող է լինել մարդ, որի շնորհիվ դու բաց թողնես անցյալը, եւ կարող է լինել մարդ, որի շնորհիվ դու անդադ հիշես ու դա քո կյանքում ինչ որ առումով պիտակ դարձնես, դա պիտակ չէ միանշանակ, բայց դու այդպիսին դարձնես։ Ինչպես ձևավորվեցին հարաբերությունները սիրելիիդ հետ ու ինչպես ինքը քեզ օգնեց բաց թողնելու այդ թեման։ Իրականում ինչի համար է իմ մոտ արդեն ինչի համար էր կարծրացած այն միտքը, որ ես ինձ բոլորը թողնում են, որովհետև ամուսնալուծվելուց հետո ես ունեցա հարաբերություններ, ընկերություն էի անում մի տղայի հետ, ով ավելի
ցավոտ բան արեց, քան ամուսնալուծվելն էր, որովհետև ես հարգում եմ իմ կողակցին ու մենք իրար հետ եկել ենք այն նրան, որ մենք առանձին ավելի երջանիկ ենք ու բաց ենք թողել իրար։ Բայց այդ երկրորդ հարաբերության ժամանակ ինձ այդտեղ ավելի շատ ցավեցրին։ Ինչու։ Ստեղ էլ էր երրորդ մարդ ուղղակի դավաճանություն էր։ Դավաճանեցին ինձ շատ վատ ձևով, շատ վատ ժամանակահատվածում իմ կյանքի ու դրա համար ես հասկացա, որ երջանիկ լինելն իմ համար չի ախպեր։ Ինձ մեկա թողնելու են։ Ու հիմա երբ որ հայտնվեց իմ կյանքում այս երիտասարդը լուսավոր, ես հասկացա, որ այդ էլ որ շատ ծանր եմ տարել, ավելի ծանր քան ամուսնալուծությունը երդվում եմ, ավելի ծանր եմ տարել այդ մեջքից հարվածը, քան ամուսնալուծությունը։ Ու երբ որ հայտնվեց այդ մարդը, ես հասկացա, որ պետք է անցյալը բաց թողնել։ Ես բաց թողեցի անցյալը, ասացի Աստված իրենց հետ։ Ու հիմա այնքան շնորհակալ եմ։ Ինձ որ ասում էին դու շնորհակալ ես լինելու մի գեղեցիկ օր, որ քեզ թողել են վատով, ասում եմ ոնց կարելի է տենց բանը ներել կամ դրա համար շնորհակալ լինել։ Իսկ հիմա իսկապես եմ ասում, ես շնորհակալ եմ, որ ինձ այդ պահին թողել են, որովհետև ես այսօր ունեմ շատ սիրուն հարաբերություններ, ինձ գնահատող մարդ իմ կողքին, ինձնով հպարտացող իսկապես ու մարդ, որին որ ես իսկապես սիրում եմ արդեն եւ ուղեղով եւ սրտով։ Երկար ժամանակ է ինչ միասին եք։ 6 ամիս։ Դու հիմա երազում ես նաև քո ընտանիքի, քո սիրուն անկյունի մասին։ Հա, հիմա այն աղջկական էման իմ կյանք վերադարձել է։ Այդ թրթիռները էլի զգում եմ, որ էլ չեմ ուզում մենակ բեմում լինեմ։ Ուզում եմ լինել նաև կին, ուզում եմ լինել նաև մայր արդեն։ Հա, ուզում եմ, որ ոնց կուզենային իմ ծնողները ինձ տեսնեին, որովհետև իրենք տեսել են այդ կոմբոն, այդ փաթեթը, որ համ դու կին ես, համ մայր ես, համ դերասանուհի ես, հա, ոնց ուզել են իմ ծնողները ինձ տեսնեն, ես հիմա փորձում եմ այդտենց հարաբերություն կառուցեմ, որ այստեղ էլ չձախողեմ, այստեղ էլ սխալ ընտրություն չանեմ։ Ու ես չգիտեմ ինչի մամայիս որ մի բան ասում էր, այդ ես չեմ ասում, այդ ինձ վերևից է գալիս։ Հիմա այդ վերևից ինձ գալիս է այդ սիգնալը, որ ես հիմա իմ կյանքի սիրուն փուլում եմ ու ճիշտ ընտրության առաջ եմ կանգնած։ Ես իսկապես շատ ուրախ եմ քեզ համար ու ուզում եմ, որ դու շատ երջանիկ լինես ու հիմա արդեն քո կյանքում այդ ավելի լուսավոր շրջանը սկսվի։ Գիտես, դու մի հետաքրքիր բան ասացիր, որ դրամատիկական թատրոնը միշտ եղել է քո բուժման տեղը։ Աշխատանքը շատ հաճախ փրկողակ է դառնում մարդկանց համար։ Դու ունես կերպարներ, որոնք քեզ ավելի շատ են օգնել փրկվել կյանքի տարբեր հարվածներից։ Հա, այդ հենց որոշիչ կերպարներից ու որոշիչ ներկայացումներից մեկը հենց գանգստեր Մաքն էր, իմ Մենդիի դերակատարումը։ Այդ էտապում ես կյանքիս ամենամեծ ստրեսն էի ապրում, որովհետև այդ էտապում ես արդեն ամուսնալուծվել էի ու ես պետք է հասկանայի, թե ես ով եմ ընդհանրապես, ես ուզում եմ լինել այստեղ, թե չէ։ Ու երբ որ ես գալիս էի այդ իմ բոլոր խնդիրներով, առօրյայով թատրոն, բեմ ու երբ որ հասկանում էի, որ իմ ուսերին հիմա դրած է մի հատ շատ ծանր բեռ, որը ես պատվով պիտի տանեմ, ես դրամատիկական թատրոնում խաղալու եմ գլխավոր դեր։ Ախր այդ հենց այն երազանքն էր, որի մասին ես ամբողջ կյանքս եմ մտածել։ Գալիս էի այդ ամբողջ խնդիրները թողնում էի մինչև կուլիս ու մտնում էի բեմ լրիվ ուրիշ մարդ։ Ու այդ Մենդին, այդ գլխավոր հերոսս, փոխեց իմ ամբողջ կյանքը իսկապես։ Ես հասկացա, որ ես ճիշտ ընտրություն եմ արել, ճիշտ թատրոնում եմ ու հենց այս պահին ճիշտ ժամանակին հայտնվել եմ ճիշտ տեղում, որտեվ ես իրոք բժշկվել եմ այնտեղ։ Եթե իմ ընկերները այդ ժամանակ չլինեին, եթե այդ ներկայացման փորձերը այդ ժամանակ չլինեին, ես հաստատ պարփակվելու էի իմ մեջ, ես հաստատ դժբախտ մարդ էի լինելու։ Հաստատ։ Դրամատիկական թատրոնը մի ֆենոմեն ունի, նույնիսկ ամենասուր հարցերին շատ նուրբ մոտենալու։ Ես հաճախ ներկայացումների գնալիս մտածում եմ, ինչու են թատրոնում այսպիսի ներկայացում բեմադրում, բայց Գանգստեր Մաքը ես դիտելու հնարավորություն ունեցել եմ։ Շատ նուրբ թեմա կա, հա, այն մարդկանց համար, ովքեր չեն եղել ներկայացումը, չեն դիտել, ասեմ, որ այդտեղ դուք մերկապար եք ապրում։
բեմում մեր կապար ներկայացնել, բայց չանցնել սահմանը վուլգարի, շատ նուրբ մոտեցում է, հա, ենթադրում։ Ամեն դեպքում դուք արեցիք դա, բեմից ներկայացրեցիք մեր կապար, բայց ես չեմ կարող ասել, որ ես դիտել եմ գռեհիկ ներկայացում, իսկապես գեղեցիկ ներկայացում եմ դիտել։ Բայց մենք ամբողջ զրույցի ընթացքում, երբ խոսում էինք ինչ որ առումով փակ, հասարակական կարծիքից վախեցող, հասարակական կարծիքի պատճառով ամուսնացած աղջկա մասին, որը չվախեցավ բեմում մեր կապար ներկայացնել։ Այս երկու աղջիկները շատ լուրջ բախում ունեն իրականում։ Ամբողջ կյանքում ես սովորել եմ, որ չպիտի ազատությունը սանձարձակության հետ շփոթես։ Այսինքն միգուցե մենք ազատ ենք, բայց սանձարձակ չենք։ Դերասանների մասին է խոսքը։ Կան մարդիկ, ովքեր ներկայացումը չնայած մենակ գիտեն, որ մերկապար կա, որը իրականում մերկապարել չի, pole dance-ա, որը սպորտաձև ավելի շատ համարվում։ Մարդը իմանալով, որ դրա մասին է ներկայացումը, արդեն սկսում են քնունգները վերցնել ու այդ ինչ ներկայացում պետքա լինի, դուք ոնց կարելի է հայ բեմում տենց բան խաղալ, բայց հայ բեմում հիմա նենց բաներ են խաղում ժողովուրդ։ Հենց այդ է խնդիրը, որ չեն նայել ներկայացում, բայց սկսում են խոսել, բայց արի նայի, միգուցե դու այնտեղ արվեստ էլ կտեսնես, միգուցե, բայց իսկապես ներկայացումը ընդհանրապես դրա մասին չէր, ու նույնիսկ այն մարդիկ, որոնք եկել էին այդ ժամանակ իմ ներկայացումը նայելու, իմ ամուսնու, արդեն նախկին ամուսնու բարեկամները, ընկերները, մարդիկ բոլորն են հասկանում եք, ընդունել այդ ներկայացումը, բացի մայրիկից ամուսնուց նախկին Ներկայացումն է պատճառ դարձել, որ մենք արդեն բաժանված էինք, ես հետո նոր պրեմիերան խաղացել եմ, բայց իրենք եկել էին ներկայացումը նայելու, որպեսզի եւս մեկ անգամ հստակեցվեր, որ իրենք ճիշտ որոշում են կայացրել, մայրը բնականաբար, որովհետեւ տղան ներկայացումն էլ էր շատ հավանել ու բոլոր փորձերին էլ իմացել էր, որ բարելու ենք, իմացել էր, որ աֆիշան այդպեսին լինելու, այսինքն ձողով նկարը բան։ Երբ որ ես ասացի, վայ, այս նկարը ոնց եմ հրապարակելու, պապաս ու ախպերս ինչ կասեն, տանը ես այդ խոսում էի, ասեց, բայց դու դերասանուհի ես, ի՞նչ է նշանակում, ինչ պետք է ասեն։ Ու ոնց կարա այդ մարդը հետո ասի, չէ, հնարավոր չի, այդտեղ կա ավելի լուրջ թեմա։ Բոլոր մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ։ Հիմա ես այդ ժամանակ ընտրություն եմ կայացրել լինել բեմում, իրենք էլ ընտրություն են կայացրել չունենալ դերասանուհի հարս։ Բայց խոսենք ներկայացման մասին։ Բայց խոսենք ներկայացման մասին։ Ներկայացումը ընկերության մասին է ավելի շատ, մարդկային փոխհարաբերությունների մասին է, ներկայացումը ընդհանրապես ստրիպտիզի մասին չէ։ Մեկ ընդհանրապես պար կա այնտեղ, որով ցույց ենք տալիս, որ ինչի է սիրարվել գանգստերը Մենդին, որովհետև նա աշխատում է իր քլաբում որպես պարուհի, այդքան բան։ Բայց այդ պարի համար գիտեմ, որ բավականին դաժան ճանապարհ եք անցել, թե դու, թե Էման Մանուկյան, որովհետև այդ պարը սովորելը բավականին բարդ էր, դուք կապտուկների մեջ էիք բավականին երկար ժամանակ ու գիտեմ, որ այդքան հեշտ չէր այդ ներկայացմանը պատրաստվելը եւ խաղալը։ Ամալիա ջան, հենց այս պահին իմ ձեռքը սարսափելի ցավում է ու ես շարժումները սահմանափակ եմ անում, որովհետեւ ամեն երեքշաբթի օր մենք պարտադիր տրինաժների ենք գնում այդ պարերը անընդհատ կրկնելու ու այնպես չլինի, որ մենք միանգամից առանց տաքացնելու մեր մարմինը, մկանները գնանք պարենք։ Ու եթե առանց տաքանալու, առանց դու այդ ֆորմայի մեջ, եթե չլինես ֆորմայի մեջ, դու վնասվածքներ կունենաս։ Ու հիմա իմ ձեռքը իրոք վնասվածք ունի, մկաննս խախտվել է, ինչ որ բան ա եղել, որովհետև այդ ահռելի աշխատանք է, տիտանական աշխատանք են անում այդ պարողները, որովհետև կապտուկները մեղմ ասված, մենք իսկապես որ բեմադրում էինք 8 ամիս շարունակ կապտուկների մեջ չքնելու հաշվին, իսկապես ուզում ես լավ ներկայանաս ու դրա համար արել ենք ամեն ինչ, չգնահատել գոնե այդ աշխատանքը, որ տարվել է, լավ դու կարաս չհավանես դերասանուհին, ասես լավ չի խաղում դերը։ Բայց ախր չգնահատես, որ մի երաժշտության ժամանակ 3 անգամ փոխվում է դերասանը բեմում, 3 անգամ փոխվում են գալիս ենք։ Ոնց կարելի է էլի չգնահատել այն աշխատանքը, որ արվում է բեմում։
ու իսկապես շատ դժվար է, մենք անընդհատ ամեն 3 շաբթի օր գնում ենք, պարապում ենք, վնասվածքներ ենք ունենում, բայց ուզում ենք նոր պար փորձենք, նոր շարժումներ սովորենք, որ ամեն անգամ ավելի հետաքրքիր մենք ներկայանանք ձեզ։ Էմա, հիմա դու եւ Էման էկրանին ինչ-որ վատ հարաբերություններով եք ներկայանում, բայց թե գանգստեր մաքում, թե այլ ներկայացումներում իրար հետ խաղում եք, բավականին երկար ճանապարհ եք անցել իրար հետ։ Այս հարցը տալիս եմ իրականում մարդկանց համար, ես գիտեմ, ինչ հարաբերություններն եք դու եւ Էման Մանուկյան իրականում։ Վայ, ես պաշտում եմ Էմային Մանուկյան։ Իրականում հանրության համար ասեմ, ժողովուրդ ջան, իմ խաղացած կերպարը ընդհանրապես իմ հետ ոչ մի կապ չունի։ Ես Լիլիթից ոչ մի բնավորության գիծ չունեմ։ Ես այտենց պայքարող չեմ, հա, սիրո համար։ Հումորը հա, սև հումոր ունեմ իհարկե, որը այդքան էլ երևի չէի ուզի տենց լիներ։ Թող իմ կյանքում ամեն ինչ հարթ լիներ, ես էլ սև հումորներ չանեի վատ բաների ժամանակ։ Բայց ոնց են ասոցացնում մեզ իրար հետ, չգիտեմ, գալիս է մինչև հիմա ներկայացում, որտեղ ես ու Էման իրար հետ ենք, ասում են, բայց լավ եք իրար հետ, այդ ոնց է որ այնտեղ իրար եք ուտում, որովհետև մենք իրար շատ ենք սիրում։ Ես պաշտում եմ դրամատիկականի բոլոր դերասաններին, դերասանուհիներին, իրենք բոլորն իմ ընկերներն են ու իսկապես մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք Էմայի հետ ու մենք բացի իրար օգնելուց ուրիշ ոչինչ չենք անում։ Մենք հենց այդտեղ էլ որ խաղում ենք կերպարներով Լիլիթ ու Աննա, մենք իրար էլի օգնում ենք, որ լավ ստացվի, որ դուք նայեք ու քննադատ եք։ Իմիջիայլոց հերոսուհի խաղալու քո երազանքը դեռ արդի է, թե դու ինչ որ առումով հրաժարվեցիր այդ մտքից քո երազանքների դաշտ բերելով ուրիշ կերպարներ, օրինակ, չգիտեմ, խարակտերային դերեր եւ այլն։ Երբ որ ես հերոսուհի չէի խաղում, այդ ժամանակ իհարկե երազանքս հերոսուհի լինելն էր։ Հետո երբ որ հերոսուհի խաղացի ու անընդհատ լացում էի, մարդիկ ինձ ասոցացնում էին լացող աղջկա կերպարի հետ, այն որ միշտ ասում էին, չես կարա լավ դերեր խաղաս, դու միշտ լացում ես, բան, խեն քեզ տենց դերեր տալիս։ Ես ինքս էլ ինձ ուզում էի ապացուցել, ես կարող եմ ուրիշ բան խաղամ ու մի շրջան կար, որ ես ուզում էի խարակտերային դերեր խաղայի ու ես շատ ուզում էի խաղայի հակահերոս, որովհետև իհարկե վախը կա, որ չեն սիրի քեզ, չեն ընդունի քեզ, բայց մեկը այդ այնքան գունապնակը մեծ է, այնքան գույներ ունի վատ հերոսը ու այդ էլ էր երազանք, որ կուզենամ վատ չար կերպար խաղամ ու հիմա էս էլ եմ անում։ Գիտես, այստեղ մի հետաքրքիր բան էլ կա, դու խաղում ես հերոսուհու, որը քեզնից տարիքով մեծ է։ Սովորաբար աղջիկները միշտ ուզում են ավելի երիտասարդ, ավելի սիրուն երևալ։ Իհարկե դերասանները հաճախ ասում են, որ իրենց համար բացարձակ տարբերություն չկա, հա, իրենք ինչպես կերևան էկրանից, բայց դրա զուգահեռ իրականությունում էլ տեսնում ես նաև դերասանների, որոնց համար դա շատ կարևոր է։ Մենք եւ որպես մարդ ենք անցնում այդ տարիքային անցումների փուլերը, եւ որպես դերասան եք դուք անցնում այդ տարիքային անցումների փուլերը։ Դու 34 տարեկան ես, խաղում ես 40-նանց կնոջ։ Դու ես տարիքային անցումը որպես դերասանուհի ինչպես հաղթահարեցիր։ Ես ի սկզբանե, երբ որ պետքա էկրաններին լինեի, մեծ կոմպլեքս ունեի իմ քթից, որովհետև ես մտածում էի, որ կողքից ռակուրսից իմ քիթը շատ մեծ է ու սենց կորբիկ ունի։ Ու մտածում էի, չէի ուզում վիրահատել, բայց ինձ չէի հավանում էկրաններին։ Ու մտածում էի, որ ճիշտ են ասում, որ ես հերոսուհի չեմ կարող խաղամ, որովհետև ես այդքան սիրուն չեմ։ Ինչ որ պահից սկսած ես ինձ էկրաններին սիրեցի, որովհետև ես ընդունեցի իմ արտաքինը, նենց ոնց որ կամ։ Ու դրանից հետո ես որոշեցի, որ բացարձակ կարևոր չի ինչ ես խաղում, կարևորը հավաստի լինես այդ խաղացած կերպարիդ մեջ։ Ու ես հիմա այնքան հաշտ եմ իսկապես իմ արտաքինի հետ, հիմա կենտրոնացել եմ արդեն խաղի վրա։ Ու ինձ համար ոչ փոքր ու մեծ դերեր կան, ոչ էլ ասենք փոքր դերերն են այնց համով եմ սարքում ու սիրով եմ խաղում, որ ոնց որ տենց գլխավոր դեր է կխաղաս։ Ու նույն կերպ էլ տարիքը ես վախենում էի շատ ինչ որ բան անեմ, որ կքննադատեն, բայց փորձել կարելի էր։ Ու փորձեցի, ճիշտ է, շատերը գրում են, որ դե ոնց կարա ինքը կիսուր լինի, համարյա իր տարիքի աղջկան կամ տղաս իմ տարիքին նա երևում, բայց փորձել պետք էր, որ հասկանայիր, էլի դա կստացվի քեզ մոտ թե չէ։ Ոնց հասկացել եմ, չեն խորանում մարդիկ դրա վրա, որովհետև կամ ատել են այդ կերպարին, կամ սիրում են այդ կերպարին, բայց էլ չեն խոսում այն մասին, որ չէր կարա լիներ ինքը այդ կերպարը։
հետաքրքիր է, չգիտեմ ինչ Ես քեզ համար էի հարցնում, ճիշտն ասած, մարդկանց կարծիքի համար չէի հարցնում, քո զգացողության մասն էի հարցնում։ Ես ավելի շատ չեմ ուզի երևի խաղամ փոքր տարիք, որովհետև այդտեղ շատ կխաբես, որ sense ինչ որ բանիկներ անես, բայց դու արդեն հասուն ես ու երևում է այդ քո աչքերից, որ դու այդ աղջնակը չես։ Երևի թե էլի, բայց հասուն տարիք փառք Աստծո համ կամերան ա մեծ ցույց տալիս, համ կարող ես գրիմի միջոցով էլի հասնես դրան։ Երևի արդեն կարող եմ մեծ տարիք մարմնավորել։ Փոքր չէ, փոքրի վերջացավ։ Մեր զրույցի ընթացքում կարմիր թելով անդադ գնում է ինչ կասեն։ Եվ սրան մենք եկանք տարբեր կետերում, հա, տես օրինակ խոսում ենք գործունեության մասին, նորից ինչ կասեն, անընդհատ քո գլխում կա ինչ կասեն, ընդ որում եթե շատ ուշադիր լինես հետո դիտելիս, այդ մասին ես չեմ խոսում, դու ես անընդհատ ինչ կասենը բերում առաջին պլան, այսինքն դա մի բան է, որ քո էստեղում է։ Ասում ես, որ դու արդեն բավականին հասունացել ես, ճանապարհ ես անցել, այդ հասունացման ճանապարհին քեզ համար կարևոր չէր ազատվել ինչ կասենից։ Ես ամբողջ կյանքում պայքարել եմ դրա դեմ։ Բայց հա ճիշտ է, կարմիր թելով ինքը միշտ գալիս է։ Բայց ախր մենք չենք կարողանա, չէ, մեզ չհամարել մասս հասարակության։ Խոսքս հասարակությանը անտեսելու մասին չէ, որովհետև դա էլ առողջ մտածողություն չէ, բայց ամեն հարցում քո կյանքի բոլոր հարցերում բերել եւ մտցնել հասարակությանը, դա էլ ինչ որ առումով քեզ է արդեն խանգարում։ Ինձ իրականում միշտ է խանգարել, բայց ես այդ միշտ ապրել եմ հենց այդ բեռը ուսիս կրած, որ ինչ կասեն, չգիտեմ դա ինչից է եկել, միգուցե մենք գալիս ենք մեր մանկությունից, չէ, բոլորս, երևի թե ինչ որ մի տրավմա այնտեղ եղել ամեն դեպքում, որ մի բան չանես, նենց որ խայտարակ չանես, օրինակ, ծնողներիդ կամ գյուղդ, կամ ասենք ախալքալակցիա, տես ինչեր անում, արդեն ներկայացնում ես նաև ջավախ աշխարհը ենթադրենք, էլի չեմ ասում, որ ես ով եմ, որ ինչ որ ներկայացնեմ ջավախ, հետ չի հարցը, բայց երևի գալիս է հենց փոքրուց, որովհետև միշտ ուզել եմ անեմ այնպես, որ ինձնով հպարտանան, ես չեմ ուզում, որ բոլորն ինձ սիրեն, այնպես չի, որ ես ուզում եմ ինչ որ բոլորին գոհացնեմ, որ բոլորն ինձ սիրեն, չէ, ազատ են, բոլորը կարող են չսիրել էլի ինձ, կարող են չհասկանալ ինձ, չկարեկցել, ոչ ոք պարտավոր չի, բայց ուզում եմ անկեղծ ու ազնիվ լինեմ ինքս իմ հետ, որ հետո նայելուց, օրինակ, հետ նայելուց իմ կյանքին, հասկանամ, որ իզուր չեմ ապրել, որովհետև ես արժանացել եմ այդ սիրուն, չգիտեմ այդ ինչից է գալիս, բայց ես ուզում եմ արժանի լինեմ այդ սիրուն, որ տալիս են ինձ։ Էմա, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար ու շնորհակալ եմ նաև քո անկեղծության համար։ Վայ, ես եմ շատ շնորհակալ, վերջապես ես հասկացա, որ պետքա լինի մի հարթակ, որտեղ դու այո պետք է խոսես, որ արդեն հանգիստ ապրես, վերջ, փակում եմ ես իմ անցյալը ու անցնում եմ նոր փուլ ու շնորհակալ եմ, որ քո միջոցով ես դա արեցի, ես որոշեցի խոսել ու իսկապես հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ կողք այսքան ժամանակ եղել են, ինձ օգնել են, սատարել են ու իմ մեջքին կանգնած են իմ որոշումների մեջ։ Ես էլ շատ շնորհակալ եմ ու ուրախ եմ, որ մենք իրականում իրար որպես այդպեսին չենք ճանաչում, այսքան շատ թեթև եւ գործնական 1-2 շփում էինք ունեցել, բայց ես շատ ուրախ եմ, որ նույնիսկ հեռակա ձևավորվել էր այդ վստահությունը, որովհետեւ մենք հեռախոսով չենք խոսել, որ մենք խոսելու ենք այս թեմաների մասին։ Ես պարզապես զանգել եմ քեզ, հրավիրել եմ հարցազրույցի, դու եկել ես առանց նախապես իմանալու մենք ինչ ենք խոսելու եւ ես ինքս էլ չեմ իմացել դու ինչ ես խոսելու։ Շատ շնորհակալ եմ, որ հեռակա ձևավորվել էր այդ վստահությունը, որ դու որոշեցիր քո կյանքը բացահայտել մեզ։ Մերսի շատ։ Սիրով։ Իսկ դուք հետևեք Life-Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։ Երեխեք շատ լավ ոնց հո։ Լավ է։ Ոյ, մերսի շատ։ Ես մերսի։